Բարև ձեզ, եթերում Կիրակ նորա վերլուծականն է, ձեզ հետ Հրայր Թամրազյանն է։ Վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթներ շարունակ իր պաշտոնավարման ապագայի վերաբերյալ խուսափողական պատասխաններ տալուց հետո վերջապես հստակ արձագանքեց այն հարցին, թե ինչ է լինելու 2018 թվականի փետրվարից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը ավարտի իր պաշտոնավարումը։ Մեդիամաքսը այսպիսի հարց ուղղեց վարչապետին։ Մի քանի անգամ խոսել ենք այն մասին, որ եթե դուք եւ ձեր թիմը հաջողություններ ունենաք, կցանկանաք շարունակել աշխատանքը վարչապետի պաշտոնում նաեւ 2018 թվականին։ Սա նշանակում է, որ 2018-ին օրենսդրական սահմանափակումն արդեն չի գործելու։ Կարծում եմ, որ 2018-ին այդ պահանջը եւս բավարարած կլինի։ Այսպիսով, վարչապետը պնդում է, որ 2018 թվականից հետո ինքը կարող է շարունակել պաշտոնավարել իբրև արդեն երկրի գործադիր իշխանության միակ ղեկավարը եւ զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Մամուլում արդեն աշխուժորեն քննարկում են վարչապետի այս հայտարարությունը եւ ոմանց կարծիքով Կարեն Կարապետյանը փաստորեն ուղերձ է հղում իշխանություններին, այլ ոչ թե հանրությանը։ Իսկ ահա ընդդիմության կարծիքով էլ սա նախընտրական հնարք է հանրապետական կուսակցության կողմից։ Մասնավորապես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պնդում է, թե հանրապետականը ֆռռացնում է ժողովրդին։ Մենք այստեղ գործ ունենք իսկապես ուղղակի ժողովրդին ֆռռացնելու, ժողովրդին խաբելու հետ։ Եվ մենք տեսնում ենք անգամ չեն կարող կոնկրետ մի իրար մեջ համաձայնեցված գիծ ներկայացնել, որովհետև պատասխանելով Ալ Ջազիրայի հարցին, որ արդյոք նա պատրաստվում է լինել վարչապետ թե չէ, նա ասաց, որ դա կախված է ազգային ժողովի առաջիկա ընտրությունների արդյունքներից։ Ըստ էության ասելով, որ եթե այդ արդյունքները լինեն տպավորիչ, ինքը կստանձնի այդ պաշտոնը։ Հիմա նույն պաշտոնի վրա իր հավակնության մասին հայտարարություն է անում Կարեն Կարապետյանը։ Ըստ երևույթին մեկը ամրապնդում է իր թիմը, մյուսը իր թիմը։ Մյուս կողմից հենց նույն հարցազրույցում մենք տեսնում ենք, որ վարչապետը խուսափում է պատասխանել այն հարցին, թե արդյոք նա քննարկել է Սերժ Սարգսյանի հետ իր ապագայի խնդիրը։ Մենք նախագահի հետ այնքան շատ բան ունենք քննարկելու, որ այդ հարցը չենք քննարկել, ասել է Կարեն Կարապետյանը։ Բայց մենք հիմա տեսնում ենք, որ Կարեն Կարապետյանին զուգահեռ հարցազրույցներով եւ ուսանողական ամբիոնից հնչած ելույթներով ակտիվորեն հանդես է գալիս նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որին ժամանակին կարող էին համարել գործող նախագահի ժառանգորդը։ Պակաս կարևոր չէ նաեւ այն հանգամանքը, որ հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է հենց ինքը Վիգեն Սարգսյանը։ Արդյոք սա պատահականություն է, իսկ գուցե սա հենց նախագահի քաղաքական թափանցիկ ակնարկն է, թե իր կուսակցության վերնախավին, թե հանրությանը եւ թե իր հավանական ներիշխանական հակառակորդներին, որ դուք հիմա տեսնում եք ցուցակի առաջին համարի տակ այն մարդում, ով կգա ինձ փոխարինելու։ Իսկ եթե այդպես է, ապա ուր պետք է գնա Կարեն Կարապետյանը։ Կրկին վերադարձ Գազպրոմ, իդեպ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանություն արձագանքն այն հարցին, թե կարողանա արդյոք վարչապետը պաշտոնավարել 2018 թվականից հետո, այնքան էլ հստակ չէր։ Եթե Վարան Բաղդասարյանը վստահ է, որ Կարեն Կարապետյանը 2018 թվականին արդեն կբավարարի 4 տարի Հայաստանում մշտական բնակություն ունենալու պահանջը, ապա Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս սպասել։ Մենք բոլորս մի թիմակիցներ ենք, կուսակցությունը եւ կուսակցության նախագահը ում որտեղ կտեսնի այդ պարտավորությունները կատարենք, բայց այն, որ այլևս Կարեն Կարապետյանը հանրապետական կուսակցության առանցքային դերակատարներից է, սա փաստ է։ Պայմանավորվածություն կա 18-ից հետո, եթե հանրապետական իհարկե կարողանա մեծամասնություն ստանալ աշխատել։ Նախ ամեն ինչ կախված է ապրիլյան ընտրություններից։ Աստված տա ապրիլյան ընտրությունները լինեն օրինական, ժողովրդավարական եւ այս ժողովրդավարական ընտրություններում հանրապետականը հասնի արժանի հաջողության, դրանից հետո կմտածենք, բայց 17 թվականի վերաբերյալ մենք հստակ ասել ենք, որ մեր վարչապետի տեխնացուն Կարեն Կարապետյանն է։ Մենք ոչ թե գնում ենք տեխնիկական փոփոխությունների, այլ մենք գնում ենք համակարգային փոփոխությունների եւ այս փուլում գտնում ենք, որ Կարեն Կարապետյանը այն անձնավորությունն է, այն գործիչն է, որը կարող է լավագույնս իրականացնել նախագահ Սարգսյանի եւ հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերը։ 18-ից հետո 18-ին կապրենք կտեսնենք։ Չկա այդպիսի պայմանավորվածություն։ Կապրենք կտեսնենք։ Մենք ամեն ինչ մենք կուսակցության ներսում պայմանավորվածություններով առաջ չենք ընկնում։ Մենք առաջնորդվում ենք բացառապես քաղաքական
արդյունավետությամբ, ծրագրերի իրականացման արդյունավետությամբ եւ քաղաքական շարժառիթներով։ Ստվերային պայմանավորվածությունները հանրապետականին հարիր չեն։ Հիմա ինձ հետ Երևանի ստուդիայում են քաղաքական վերլուծաբաններ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Հակոբ Բադալյանը։ Պարոնայք, դուք արդեն կարդացել եք Կարեն Կարապետյանի հարցազրույցը, լսել եք, թե ինչ են ասել բարձրաստիճան հանրապետականները Կարեն Կարապետյանի ապագայի մասին, ինչ եք կարծում։ Սերժ Սարգսյանը նույնպես ցանկանում է, որ ներկայիս վարչապետը դառնա գործադիր իշխանության միակ ղեկավարը 2018 թվականից հետո։ Կարող ասել, որ հանրապետական կուսակցությունում օրինակ ձևավորվել է երկու խումբ, նախագահի, վարչապետի խումբ։ Ինչ եք մտածում, սա ինչ է նշանակում, այս Կարեն Կարապետյանի այս ուղերձը, ոմանք ասում են, որ սա ուղղված է ավելի շատ իշխանությունին, այլ ոչ թե հանրությանը։ Идет предвыборная кампания. Նախընտրական քարոզարշավ է ընթանում։ Դե ֆորմալ առումով այնտեղ չի սկսվել, բայց իրականում իհարկե արդեն ընթանում է։ Իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ ամեն ինչ ենթարկվում է մեկ ընդհանուր նպատակի։ Խոսքը հիմա բացարձակ չի գնում իրավաբանական բաղադրիչի մասին։ Եթե խոսել իրավաբանական բաղադրիչի մասին, ապա 4 տարին, եթե չեմ սխալվում, նշանակում է 1461 օրից 731-ը պետք է ապրած լինի Հայաստանում։ 61 дня, вот ко дню, когда назначается премьер-министр, он должен проживать в Армении не более, опять же, если я не ошибаюсь, 731, кажется так. Կարճ ասած, նա պետք է 4 տարուց 2 տարի եւ 1 օրն апրած լինի Հայաստանում։ 4 лет. Ну, к моменту 18 2018-ի ընտրության ժամանակ 1.5 տարի անցած կլինի նրա վարչապետ նշանակումից։ Իսկ կես տարին, եթե պետք լինի, երևի կարելի է ինչ-որ կերպ ձգել ներկայացնելով տոմսեր, որոնց համաձայն նա եղել է Հայաստանում։ натянуть путем представления разных билетов, по которых он в Армению приезжал в предыдущее время, почему, собственно говоря, ему бы не приезжать в Армению. Բայց կարծում եմ, այս ամենը ոչ մի նշանակություն չունի։ Речь идет не о юридической составляющей, а политической Խոսքը գնում է ոչ թե իրավաբանական, այլ քաղաքական բաղադրիչի մասին։ Իսկ եթե խոսենք քաղաքական բաղադրիչի մասին, կարծում եմ դեռ նա էլ չգիտի, ով կլինի ինքը 2018-ի ընտրությունից հետո։ Ավելին, անգամ Սերժ Սարգսյանը չգիտի ինչ եւ ինչպես կլինի 2018-ից հետո։ И уж точно я не знаю, потому что делать прогнозы так далеко, это в общем не Եվ հաստատ ես էլ չգիտեմ, որովհետեւ այդքան հեռու կանխատեսումներ անելը պրոֆեսիոնալ չէ։ Մենք դեռ ընտրություն ունենք, եւ ընտրության ժամանակ ով ինչպես կաշխատի, ինչքան ձայն կբերի, ով ինչքան եւ ինչ աստիճանով մաքուր կարող է ապահովել աշխատանքի իր մասը։ Понятно, что у премьер-министра будет там свой участок. Հասկանալի է, որ վարչապետը կունենա իր չափաբաժինը, եւ ոչ միայն իմիջային ու PR-ային, այլև կազմակերպչական։ Ну и организационный. Потом будет назначение правительства. Հետո կլինի կառավարության ձևավորում, եւ չնայած բոլորին պարզ է, որ վարչապետը նույնն է լինելու, բայց քաղաքականության մեջ երբեք մի ասա, երբեք։ При очень хорошей работе, при хорошем Լավ աշխատանքի դեպքում եւ եթե լավ անցնի հետընտրական շրջանը, ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կլինի։ Հետո մի ամբողջ տարի կլինի արժևում։ Այդ տարվա ընթացքում պարոն Կարապետյանը պետք է ձեռք բերի սեփական հենարանը, սեփական մարդկանց։ Своим бэкграундом, своим фундаментом, своими людьми. Ведь он был приведен сюда, в Армению я имею в виду, и Նա բերվել է Հայաստան ու նշանակվել պաշտոնի նախագահի կամքով ու որոշ հանգամանքների հետևանքով։ Եվ սկզբում նա պարզապես կախված էր թելից։ Սկզբում նկատի ունեմ։ Նա գոյություն ուներ այնքան ժամանակ, որքան կոպիտ ասած Սերժ Սարգսյանը հեռախոսին պատասխանում էր։ Դադար էր նա դա անել, պարզ է, որ իրադրությունը կփոխվեր։ И ситуация бы понятно, что изменилась, но постепенно уже сейчас. Բայց աստիճանաբար ու արդեն հիմա նա սեփական մարդկանց է ձեռք բերում։ Սեփական ազդեցության խողովակներ, սեփական լոբինգներ կամ բազմաթիվ մարդիկ, որոնց հենց ինքն է բերել, ոչ թե մեկ ուրիշը։ Այդպես է լինելու նաև ընտրությունից հետո։ Ցուցակի մի մասն ակնհայտորեն իր մասնակցությամբ է ձևավորվել։ Այնպես որ եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, որևէ իրավաբանական ձևակերպում կարծում եմ կգտնեն։ Կարծում եմ դա մեծ խնդիր չէ։
Այո, պարոն Իսկանդարյան, ճիշտ եք ասում, որ շատ հեռու են դեռ այդ 2018-ը դեռևս շատ ժամանակ կա, բայց մյուս կողմից ես պարզապես ուզում եի հասկանալ, նրա սկզբում նա ոչինչ չգիտեր, ասում էր, հրաժարվում էր ասել, թե արդյոք նա կբավարարի այդ ժամանակ, այդ բնակության իրավունքի համար այդ պահանջները, բայց հիմա շատ հստակ է ասում է, կարծում եմ, որ կբավարարեմ։ Եվ ըստ էության նաև հանրապետականի որոշ անդամներ նույնպես կարծում են, որ նա բավարարում է։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ կան հանրապետականներ, որոնք վերապահումով են խոսում այդ մասին, ասում են կապրենք, կտեսնենք։ Հիմա այստեղից չի կարելի ենթադրել, որ հանրապետականում միասնական կարծիք չկա վարչապետի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Այ ես ուզում եի այդ հարցը պարզել։ Ну, на первую часть своего вопроса Հարցի առաջին մասի պատասխանը կարծում եմ ակնհայտ է։ Որքան մոտենում է ընտրությանն, անհրաժեշտ է ել ավելի շատ վստահություն ցուցադրել։ Что касается же Ինչ վերաբերում է հարցի երկրորդ հիմնական մասին, ծանրալի անգամ խոսել։ Իհարկե, ՀԿ-ի ներսում կան հակասություններ։ Более того, эти противоречия существовали. Ավելին, այդ հակասությունները միշտ են եղել, սկսած այն ժամանակից, երբ հանրապետականը դարձել է իշխող կուսակցություն։ Никогда не бывают Նմանատիպ կուսակցությունները երբեք միասնական չեն լինում։ ՀԿ-ի ներսում էլ կան տարբեր լոբինգներ, տարբեր խմբեր, որոնք մշտապես պայքարում են իրար դեմ։ Чего стоит, ну, только история Օրինակը նախկին վարչապետի հետ տեղի ունեցած պատմությունն է։ Հասկանալի է, որ ներսում կան հակասություններ։ Հասկանալի է, որ իշխող կուսակցությունը երբեք չի եղել եւ չի լինի միատարր։ не была и не будет монолитом. Существует борьба за Գոյություն ունի ոլորտներն ապագայում պաշխելու պայքար, եւ այդ իմաստով կրկնվեմ, անգամ խոսելու բան չկա, իհարկե այո։ Միայն թե ոչ մի նոր բան չկա։ Դա եղել է կա ու կմնա այդպես։ Հանրապետականն այլ չի էլ կարող լինել։ Если какая-то партия занимает такое место доминирующее в политическом Եթե որևէ կուսակցություն քաղաքական հարթությունում այդպիսի գերիշխող տեղ է զբաղեցնում, դրա ներսում տարբեր խմբերի միջև պարտադիր մրցակցություն է լինելու։ есть и останется после выборов. Եվ այն կմնա ընտրությունից հետո էլ հանդիսանալով ՀԿ-ի քաղաքական իրականության բաղադրիչը։ Политической реальности в республиканской партии. Հակոբ, հիմա խնդրեմ քեզ դու մեկնաբանիր այս հարցը, դու ինչ ես կարծում, ինչպես ես մեկնաբանում ընդհանրապես քո այդ հոդվածներում, քո վերլուծություններում, ինչպես ես ներկայացնում այս իրադարձությունը։ Այն որ Սերժ Սարգսյանը միանշանակ որոշում չունի, թե ինչ է լինելու 2018-ից հետո կամ եթե ունի դրա մասին չի բարձրաձայնում ոչ հանրային մակարդակում եւ ոչ էլ ներկուսակցական, ակնհայտ է եւ նա ինքը բաց է թողել այդ հարցը ասելով, որ այդ ծրագրերը իր կախված են 2017-ի արդյունքից։ Այսինքն տեսականում նա դիտարկում է նույնիսկ իրեն որպես վարչապետ, համենայն դեպս նա չի բացառել այդ հանգամանքը։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա ես կարծում եմ այստեղ խնդիրը այն չէ Սերժ Սարգսյանը, այսինքն միայն այն չէ Սերժ Սարգսյանը կգնա նրան նշանակելու կամ ցանկանում է նրան նշանակել, այստեղ շատ կարևոր է իսկ Կարեն Կարապետյանը այդ մրցակցությանը կամ պայքարին ինքը գնալու է պայքարելու վարչապետի պաշտոնի համար, այսինքն փորձելու է պաշտպանել այդ իր հնարավորությունը։ Եվ այս առումով հայտարարությունը վերջին հարցազրույցում Մեդիամաքսին տված, որ կարծում է այդպիսի խնդիր այլևս չի լինի 18-ին, որոշակի վկայություններ, որ ինքը այո գոնե իր մասով որոշում ունի կարծես թե, որ ինքը կպայքարի համենայն դեպս 18-ին մնալու համար։ Այստեղ բացի ներքաղաքական, ներիշխանական ավելի շուտ այդ խնդիրներից եւ հաստատակամության դրսևորումից կարծում եմ էական նշանակություն ունի նաև այն, որ Կարեն Կարապետյանը ներդրողների հետ է առնչվում, նրանց առաջարկում է գալ Հայաստան ներդրումներ անել, պայմանավորվել խաղի կանոնների շուրջ եւ այստեղ եթե մարդը, որը չգիտի 1 տարի հետո ինքը վարչապետ կլինի թե ոչ, առաջարկում է ներդրողներին գալ, խաղի կանոններից է խոսում, այստեղ վստահություն չի կարող ներշնչել ներդրողների մոտ, եթե նրանք չգիտեն 1 տարի հետո այդ մարդու հետ գործ կունենան թե ոչ։ Եվ կարծում եմ այս առումով էլ Կարեն Կարապետյանը անհրաժեշտություն ուներ հստակեցնելու, որ առնվազն ինքը պատրաստակամ է լինելու պայքարել այդ վարչապետի պաշտոնում մնալու համար։ Ես կարծում եմ այս հանրագումարում առաջացել էր նրա մոտ արդեն հասունացել էր գոնե որոշակի հստակեցում մտցնելու անհրաժեշտությունը, ինչը նա արեց այս նախընտրական շրջանից առաջ։ Ի վերջո նաև ավելացնեմ, որ Կարեն Կարապետյանի մնալու
հարցում շատ մեծ դեր է ունենալու նաև այն, թե ինչքանով է կարողանալու տնտեսական արդյունքներ արձանագրել, որովհետև եթե այդ արդյունքները չլինեն, եթե չունենա նաև հանրային աջակցություն, ես կարծում եմ տրամաբանորեն ընտրությունը չի կարող կանգնել նրա վրա, եթե նույնիսկ այդպիսի հարց առաջանա, որովհետև ի վերջո, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը գնում է, ապա նա իշխանությունը պետք է թողնի մեկին, ով կկարողանա այդ իշխանությունը կառավարել, այսինքն կունենա այդ համապատասխան կշիռը եւ ներուժը։ Հիմա այդ մեկի մասին, փաստորեն մենք տեսնում ենք մի ականատես ենք գնում հետաքրքիր մի ֆենոմենի, հանրապետականի առաջատար աստիճանաբար ընդգծված կերպով դառնում է Վիգեն Սարգսյանը, պաշտպանության նախարարը։ Ամենայն դեպս այդպիսի տպավորություն թողնում է, դեռ ժամանակին երբ չկար, ասենք, խոսակցություն խորհրդարանական համակարգի անցնելու մասին, փաստորեն եւ ակնհայտ է, որ 2018 թվականին գործող նախագահ թոշակի է անցնելու, ինչպես առաջին երկու նախագահները, մարդիկ փորձում էին հասկանալ, թե ով է լինելու իշխանության կողմից առաջադրվող նոր նախագահի տեխնացուն, ավելի ճիշտ ում է ընտրելու Սերժ Սարգսյանը իբրև իր ժառանգորդ։ Վիգեն Սարգսյանի մասին այն ժամանակ այնքան էլ, այդպես ես որքան հիշում եմ, չէին խոսում, եւ ընդհանրապես որևէ այդպես ընդգծված տեխնացու չկար։ Բայց հիմա արդեն կարելի ասել, որ նա հանրապետականի առաջատարն է իշխանության փոխանցման գործընթացներում, ավելի հաճախ նախագահին զուգահեռ մենք տեսնում ենք Վիգեն Սարգսյանի հարցազրույցները ռուսական եւ տեղական մամուլում, ելույթները բուհերում, ասենք Կարեն Կարապետյանը համալսարանում է ելույթերում, նա բժշկական համալսարանում, եւ նույնիսկ կարգախոսը անվտանգություն եւ առաջընթաց շատ առումներով շատ շահեկան է հենց պաշտպանության նախարարի համար եւ փաստորեն հանրապետական իր քարոզարշավում հենց ընդգծում է պաշտպանության նախարարի նշանակությունը։ Ինչ կասեք, հավակնում է արդյոք Վիգեն Սարգսյանը գործադիր իշխանության բարձրագույն աթոռին, թե այնուհանդերձ այդ աթոռին ներկայիս նախագահն է նստելու ի վերջո կամ Կարեն Կարապետյանը։ Այն, որ Վիգեն Սարգսյանի վրա ուշադրությունը աստիճանաբար մեծանում է, դա նաև իհարկե պայմանավորված է համամասնական ցուցակի առաջին տեղում լինելու հանգամանքով, այսինքն քարոզչական դեմքը դառնում է Սարգսյանը, ինչու է ինքը դառնում քարոզչական դեմքը, իհարկե այստեղ կա այն հանգամանքը, որ նրա հետ կապված որոշակի ակնկալիքներ կամ հույսեր Սերժ Սարգսյանը գուցե ունի, բայց նաև մյուս կողմից իսկ ուրիշ ով պետք է գլխավորեր համամասնական ցուցակը հանրապետականի, եթե կար անհրաժեշտությունը, որպեսզի լինի նոր դեմք, թարմ դեմք, երիտասարդ, չվարկաբեկված եւ այլն, եւ այստեղ ընտրությունը կարծում եմ այդքան էլ մեծ չէր եւ մեծ էր հավանականությունը, որ նաև կարող է դա հենց Վիգեն Սարգսյանը լինել։ Ընդհանրապես ես կարծում եմ, եթե խոսքը վերաբերում է իշխանության փոխանցմանը, կարծում եմ նաև տրամաբանական է, որ Սերժ Սարգսյանը չէր գնա հենց միանգամից ինչ որ մեկի վրա շատ կոնկրետ, այսպես ասած, խաղադրույք կատարելու եւ կփորձեր գոնե զուգահեռ ինչ որ զուգահեռ գծեր առաջացնել, իրավիճակը ել ավելի կառավարելի պահելու համար, դա կտար մանևրի հնարավորություն, հատկապես եթե կա որոշակի այսպես դեռևս անորոշություն կա, թե ի վերջո ինչ որոշում է ինքը կայացնելու, ինքն է մնում, թե ի վերջո փոխանցում է իշխանությունը։ Կարծում եմ, այս պայմաններում մի քիչ նաև տրամաբանական է, որ խաղադրույքը չի կատարվում մեկի վրա, լինի դա Կարեն Կարապետյանը, թե Վիգեն Սարգսյանը։ Իհարկե նաև շատ մեծ դեր կարող է խաղալ արդեն Սերժ Սարգսյանի անձնական նախընտրությունը եւ կարծում եմ, այս իմաստով նրա համար թերևս Վիգեն Սարգսյանը կարող է լինել առավել նախընտրելի, այսպես ասեմ, ժառանգորդ իշխանության համար։ Այն ժառանգորդը, որի արկայությամբ նա հանգիստ կարող է թոշակի գնալ։ Պարոն Իսկանդարյան, ինչ կա, դուք ինչ կարող եք գնալու խնդիր լինի։ Պարոն Իսկանդարյան, խնդրում եմ ձեր մեկնաբանությունը, եթե լսել եք հարցը իհարկե։ Говорят, есть такая поговорка. Կա այսպիսի ասացվածք, որ ոչ այնքան խելացիները քննարկում են ուրիշ մարդկանց։ Обсуждают других людей. Սովորական մարդիկ քննարկում են իրադարձություններ, իսկ խելացիները միտումները։ Умные люди обсуждают тенденции. Մոտավորապես այսպես։ Вот осмелюсь Համարձակվում համարել, որ ես ամենահիմար մարդը չեմ, գուցե սխալվում եմ։ Ճիշտ չէ խոսել կոնկրետ մարդկանց մասին, օրինակ Վիգեն Սարգսյանի մասին, քանի որ ժամանակ դեռ շատ կա։ Потому что времени еще много.
որովհետև այդ ամենը նախընտրական դատողություններ են։ Իսկապես լիովին համաձայն եմ Հակոբի հետ։ Դա քննարկվում է, քանի որ Վիգեն Սարգսյանը զբաղեցրել է ցուցակում առաջին հորիզոնականը, իսկ եթե զբաղեցներ օրինակ 5-րդը, կքննարկվեր բոլորովին այլ բան։ Իսկ եթե զբաղեցներ 12-րդ տեղը, կքննարկվեր մեկ այլ մարդ, իսկ եթե ցուցակ չմտներ, ընդհանրապես մեկ այլ բան կքննարկվեր։ Կնշանակեր դա, որ նա որևէ հեռանկար չունի 1 տարի անց, ոչ, չէր նշանակի։ Կարծում եմ, եթե միտումների մասին խոսենք, պատկերացնենք, որ արդեն հիմա հստակ հայտնի է, որ ժառանգորդը կլինի պարոն X-ը եւ բոլորին դա հայտնի է ու ոչ ոք ոչինչ չի քննարկում։ Այդպես չի կարող լինել։ Կկնվեմ, այդտեղ պայքար է գնում։ Ես չեմ կարծում, որ ամեն ինչ կախված է միայն Սերժ Սարգսյանի որոշումից։ Որ Սերժ Սարգսյանը նստած ինչ որոշի ընտրությունից 1 տարի առաջ, այդպես էլ կլինի։ Հայաստանն իհարկե Հոլանդիա ու Շվեյցարիա չէ, բայց մենք Թուրքմենստան էլ չենք, եւ այն, թե ինչ նա կորոշի ու ինչպես, կախված է 1 տարի հետո ունեցած ռեսուրսից։ Մենք հիշում ենք, չէ՞, Կարեն Կարապետյանի գալը որպես վարչապետ։ Ինչ է, Սերժ Սարգսյանը պարզապես նստած էր իր աշխատասենյակում, ինչպես ասում են, քիթն էր քչփորում ու հանկարծ որոշեց արի կանչեն պարոն Կարապետյանին, այդպես չի եղել։ Եղան ապրիլյան դեպքերը, հետո հուլիսյանը։ Դրանք շրջեցին քաղաքական իրականությունը եւ դրա հետևանքով պարոն Կարապետյանը հայտնվեց իր պաշտոնում։ Եվ պարոն Սարգսյանը իր պաշտոնում։ Այս տարվա ընթացքում քանի այդպիսի իրադարձություններ կլինեն, չգիտենք։ Այնպես որ ես հիմա չէի խոսի, թե կոնկրետ ովքեր են պայքարելու այդ պաշտոնի համար։ Սակայն որ պայքար լինելու է որոշ մարդկանց միջև հաստատ, եւ ինտրիգը հաստատ պահպանվելու է մինչև վերջ։ Եվ որ 1 տարի անց դուք կանչեք ինձ կամ Հակոբին կամ մեկ ուրիշին տաղավար եւ մենք կրկին կքննարկենք ինչ-որ ազգանուններ, դա կասկածից վեր է, քանի որ քաղտեխնոլոգիան է այդպիսին։ Անել այնպես, որ հիմա պարզ դառնա, թե ինչ կլինի 1 տարուց, լուրջ չէ, այդպես չի կարելի պարզապես։ Ահա, լավ, հիմա խոսենք այն մասին, թե ինչ է կատարում այս դաշինքների հետ։ Բոլորը մի տեսակ միավորվում են դաշինքների մեջ եւ դաշինքներով են ցանկանում գնալ խորհրդարանական ընտրությունների եւ հիմա պարոն Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն եւ գլխավորեց իր անունը կրող դաշինքը։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ նախկին 3 պաշտոնյա, այդ թվում նաեւ նախկին պաշտպանության նախարար միանում են, ստեղծում են իրենց դաշինքը, որը հիմա արդեն համառոտ կոչվում է ՕՐՈ, Խոսք Օհանյան, Ռաֆի Օսկանյան դաշինքի մասին է։ Մյուս բևեռում մենք տեսնում ենք հանրապետական կուսակցության։ Եթե իշխանական եւ իշխանամերձ դաշտի հարցը պարզ է, ապա պարզ չէ, թե որքանով, ասենք, ընդդիմադիր են այս 2 դաշինքները, ՕՐՕ-ն եւ Ծառուկյան դաշինքը։ Կարող ենք ասել, որ դաշինքի հնարավորություններն են առավել մեծ, ինչ կանխատեսումներ կարելի է անել։ Ես նախ հարցնեմ հետևյալ հարցը։ ՕՐՕ դաշինքը Օսկանյան, Ռաֆի, Օհանյան կարող է արդյոք մրցել Ծառուկյան դաշինքի հետ։ Եվ հիմա մենք տեսնում ենք այս ընդդիմադիր դաշտում այս կուսակցությունները, դաշինքները իրար հետ են ավելի շատ մրցելու, քան թե իշխանական ուժի հետ։ Պարոն Իսկանդարյան, սկսենք ձեզնից։ Ես հիմա գիտեմ, որ դուք կարծում եք Հայաստանում հաջողության հասնելու համար պետք է լինել ճանաչված եւ քաղաքականությամբ շատ վաղուց զբաղվել։ Участвовать в политике. Мне кажется, Ինձ թվում է հակառակը։ Ինձ թվում է այն, որ ձեր թվարկած մարդկանց հեռուստադիտողը տեսնում է էկրաններին վերջին 25 կամ 20 տարվա ընթացքում թերություն է, ոչ թե առավելություն։ Ну или там 20 лет, да, что это недостаток, а не достоинство. Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ նոր մարդկանց պահանջարկ կա, այլ ոչ թե ծանրացած մարդկանց, որոնք տարիներ շարունակ ասում են գրեթե նույն բանը մոտավորապես նույն կերպ։ Уже много-много лет говорят примерно одно и то же, примерно одинаково. Բացի այդ, կարծում եմ Օհանյանի, Օսկանյանի ու Ռաֆու միությունը բավականին արագ սոսնձված մի բան է, եւ դա ակնհայտ է Հայաստանի ցանկացած քաղաքացու համար։
господином Оскаляном и Рафи, это ведь, в общем, довольно наскоро склеенная такая штука, и это очевидно любому гражданину Армении. Еще Ընդամենը մի քանի ամիս առաջ այս մարդկանց որևէ բան չէր միավորում։ не объединяло вообще практически. Поэтому, опять же, Այդ պատճառով կրկին հայտնի չէ ինչպես կաշխատեն, ինչ կանեն, проблему. Во-первых, բայց ես այստեղ խնդիր եմ տեսնում, քանի որ առաջին հերթին այդ միությունը կարապ խեց գետին ու գայլածուկ է, եւ երկրորդ, նրանք բոլորն էլ աշխատանքի մեծ, բայց եւ քաղաքական պարտությունների մեծ փորձ ունեն, եւ երրորդը, քաղաքական քարոզարշավի համար ռեսուրսներ են պետք։ нужны некоторые ресурсы. И ресурсы достаточно. Եվ բավականին լուրջ ռեսուրսներ, ու նկատի ունեմ ոչ միայն ֆինանսական, չնայած ֆինանսական ռեսուրսը շատ կարևոր է, բայց անհրաժեշտ է նաև մարդկային ռեսուրս, կազմակերպչական, փորձագիտական եւ այլն։ Исходя из всего этого, Դրանից ելնելով կրկին, տեսնենք ինչպես կաշխատեն, բայց ինձ թվում է, որ պատվավոր երկրորդ տեղի հավակնորդն ավելի շատ պարոն Ծառուկյանն է, քան մյուս խմբերը։ второе место скорее является господин Царукян, чем вот другие блоки. Այսինքն ինձ թվում է, որ նոր խորհրդանում եռագլուխ սխեմա է լինելու։ 54%-ից ավելին զբաղեցնելու են հանրապետականները։ Большинство будут занимать республики, ну больше 54% будут занимать республиканцы. Ես չգիտեմ, նրանք այդքանը զբաղեցնելու են միայնակ, թե որևէ մեկի հետ կապակցված, բայց դա մեծ նշանակություն չի ունենա։ На втором месте Երկրորդ տեղում ձայների ներկայանալի տոկոսով, բայց կոնկրետ ինչ կանով չեմ կարող ասել։ Հնարավոր է լինի Ծառուկյան դաշինքը։ Царукяна, у него для этого есть возможности. Նա դրա համար հնարավորություններ ունի։ Վերջին բոլոր ընտրություններում տեսնում ենք, որ Հայաստանում միտում կա, մարդկանց ընտրատեղամաս բերելու ոչ գաղափարական մեթոդներն են ավելի լավ աշխատում, քան գաղափարականները։ К участкам людей работают лучше, чем идеологические. Вот те способы, Այն մեթոդները, որոնցով աշխատում են Ծառուկյանի ու Հանրապետականի նման կուսակցություններն ավելի հաջող են, քան խոսքով գաղափարներով աշխատող կուսակցությունները։ которыми работают, ну, в идеологическом, назовем это идеологией, да, ну, вот словами, призывами, другие партии. Поэтому, Այդ если պատճառով, ничего եթե մնացած ժամանակում ինչ որ աղետալի բան տեղի չունենա, խորհրդանում երկրորդ տեղը կզբաղեցնի Ծառուկյանն իր второе կուսակցությունով։ место в парламенте будет занимать скорее Царукян со своей партией. А все остальное... Իսկ մնացածը բավականին մասնատված կլինի ու բավականին գունեղ, ու այնտեղ լինելու է բավականաչափ լուրջ պայքար, քանի որ տեղերն իրականում քիչ են։ Борьба, потому что мест ведь мало. Եթե հաշվենք, հիմա պարզապես ժամանակ չկա, եթե հաշվենք պարզ կդառնա, որ մնացած 3-4 տեղում բոլորը չեն տեղավորվի։ 3-4 места, не больше, все не влезут. И там Եվ այդտեղ լուրջ պայքար борьба կլինի։ будет очень серьезная. Եվ այդ պայքարը լինելու է ոչ թե միավորման, այլ բաժանման համար, նրա համար, թե ով է իրական։ А за разъединение, за то, кто настоящий. Ведь за что идет борьба? Ինչի համար է պայքար կնում։ Ընդդիմությունից ոչ մեկն էլ հանրապետականին մրցակից չէ։ Դրա համար պայքար չի էլ կնում։ Եվ ինչ էլ որ չասեն, ոչ մեկն իրեն 54%-ից շատ վերցնող չի համարում։ Գոնե ես դրան չեմ հավատում։ По крайней мере, я в это не верю. Хорошо, давайте так скажем. Соответственно, борьба идет за Հետևաբար то, պայքար է կնում իսկական ազնիվ ուղիղ ծայրահեղ գլխավոր ընդդիմություն լինելու համար։ радикальной оппозиции, главной оппозиции. Հենց դա է տեղի Это и ունենալու։ будет происходить. Իսկ ով եւ ինչ կազմով կմտնի, ինչ տարբերություն։ Այս կամ այն կուսակցությունը կունենա 7, 9, 8 կամ 11 падգամավոր ինչ նշանակություն ունի։ 9, 8 или 11, ну какое это имеет значение? Պարոն Իսկանդան, այո, հիմա Հակոբին խնդրենք, նա ինչ է մտածում այս անդիմադիր դաշտի հնարավորությունների մասին։ Հակոբ, դու ինչ ես կարծում։ Երբ խոսում ենք ընդդիմադիր դաշտում գործող սուբյեկտների շանսերի մասին, երևի հայաստանյան իրավիճակում պետք է հստակեցնել շանս ինչի շանս, այսինքն ընտրվելու, հասարակության քվեստ ստանալու եւ հետո դա արձանագրելու, թե իշխանության հետ պայմանավորվելու շանս, որովհետեւ Հայաստանի ընտրական համակարգի իրողություններին, եթե ընդունենք փաստերը այն ինչ կա եւ չփորձենք ինչ որ պատրանքների մեջ ընկնել, ապա այստեղ կարող ենք խոսել ընդամենը այն մասին, թե ով ինչ շանս ունի իշխանության հետ պայմանավորվելու եւ իշխանությանը համոզելու, որ իր ներկայությունը խորհրդանում կարող է ավելորդ չլինել, որովհետեւ իմ համոզմամբ Հայաստանում ավելի շատ ոչ թե տեղի ունենում ընտրություն եւ պայքար
ընտրողների ձայնի համար, այլ մոբիլիզացիա, այդ կանոններն են գործում տարիներ շարունակ եւ այստեղ խնդիրն այն է թե ով ինչքան կհավաքի, իսկ առաջնային պլան գալիս են արդեն ռեսուրսները, կազմակերպական հնարավորությունները, որտեղ իշխանությունը անգերազանցելի է, իշխանությունը նաեւ տնօրինում է օրենքը, այսպես ասած, եւ այս իրավիճակում շանսերի մասին խոսելը իսկապես դառնում է հարաբերական։ Իմ կարծիքով առավել առանցքային է նաեւ այն, թե ընդհանրապես ընդդիմադիր սուբյեկտները բացի խորհրդարանում հայտնվելու խնդրից հեռանկարային առումով ինչ խնդիրներ են պատկերացնում իրենց համար, ինչ գործունեության ինչ ճանապարհ են պատկերացնում իրենց համար։ Մենք տեսել ենք, որ կարող են հավաքել 500,000 ձայն, բայց չիմանան, թե հաջորդ քայլը ինչ պետք է անեն։ Եվ այդտեղ էլի անցել է, թելադրվել է այն, ինչ որ ծրագրել է իշխանությունը։ Եվ գլխավոր խնդիրը հենց սա է, այս դաշինքները օրինակ, որ կազմվել են, ունեն պատկերացում, ինչպիսին են իրենք լինելու 6 ամիս հետո, մի տարի հետո, 5 տարի հետո, եթե այդ պատկերացումները չունեն, ես չեմ կարծում, որ կարող են հաջողություն ակնկալել մի ամիս հետո տեղի ունեցող որևէ իրադարձության հարցում։ Դա պարոնայք, շնորհակալ եմ ձեզ, որ ժամանակ գտաք, եկաք, կարծում եմ, այո, այս զրույցը կշարունակենք մենք։ Հիմա ստուդիայից դուրս գանք փողոց եւ խոսենք մարդկանց հետ, տեղափոխվենք նախ Երևան, Երևանի փողոցներ եւ հետո շրջենք Հայաստանի մարզերով եւ հարցնենք ընտրողներին, թե ինչ են մտածում նրանք այս ընտրակաշարքի բաժանման այս լուրերի մասին, ընդհանրապես իրենք վերցնում են ընտրակաշարք, պատրաստ են վերցնելու ընտրակաշարք եւ ինչպես են գնահատում այն մարդկանց արարքը, որոնք վերցնում են եւ չեն թաքցնում, որ իրենք պատրաստում են վերցնել ընտրակաշարք եւ ընդհանրապես ինչ են մտածում առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին։ Դիտենք։ Ձեր թաղամասում ցուցակագրում անում են։ Այո, Փող առաջարկում են ինչ-որ մեկին ընտրել։ դեռ չէ, ամուսնուս մենակ կանչեցին ինչ-որ խոսալու, հետո չգիտեմ։ Իսկ որ կուսակցությունը։ Հանրապետականը։ Սակագները ավելի են բարձրացել, քան նախորդ ընտրություններին, այդպես է, գոնե լսել եք ձեր հարևաններից, բարեկամներից։ Այո, լսել եմ։ Ինչքան են հիմա։ Դեռ չգիտեմ, կոնկրետ չեն ասել։ Դեռ առաջարկներ չեն արել, բայց ցուցակներ։ Դեռ ոչ, այո, ցուցակները կան, բայց դեռ ոչ, առաջարկները արված են։ Իհարկե բնականաբար ես ընտրում եմ հանրապետական կուսակցությանը, ես ինքս հանրապետական եմ, բայց այդպեսի առաջարկ դեռ ինձ անձամբ չեն արել։ Որ անեն կվերցնեք։ Չէ։ Ինչու՞։ Եկե իրենց եք։ Չէ, ինձ գումար անհրաժեշտ չի, թող նրանց տան ու որ անհրաժեշտ է։ Ընդհանրապես ինչ եք մտածում, այդ գումար բաժանելը ճիշտ է, պետք է մարդկանց տալ։ Գիտեք ինչ, գումար բաժանելը ճիշտ է, բայց ոչ այդ ժամանակ։ Ընդհանրապես։ Չէ, ամեն օր գումար չբաժանեն, եթե բարեգործներ են նրանք, ապա ինչու միայն անպայման այդ ընտրությունների ժամանակ։ Եթե բարեգործներ են, թող առանց որևիցե մի առիթի թող բարեգործություն անեն։ Բայց ընտրակաշարքը բարեգործություն չի, այլ քրեորեն պատժելի արարք է։ Դա ես գիտեմ, ես նկատի չունեմ իրանք հիմա ընտրակաշարք տան, չէ։ Դա իրենք ասում են իբր թե մենք բարեգործություն ենք կատարում։ Այդ փակագծերը եթե բացենք, դրա անունի տակ են տալիս, չէ։ Բայց եթե բարեգործներ եք, ուրեմն Թաքուն են տալիս եւ մարդկանց հորդորում են կոնկրետ մարդու կողմ քվեարկել։ Իրելիս թաքուն չեն տալիս, լավ էլ բացայ տալիս են։ Հիմա որ գանք ձեր թաղամասի հանրապետականի շտաբ կտան։ Ինչ գումար։ Որպես բարեգործություն նաեւ մեզ։ Թե մենք ձեր թաղամասի ընտրողներ չենք։ Չեն տա։ Միայն ընտրողներին են այդ բարեգործությունը։ Բնականաբար։ Ձեզ ինչի համար տան, եթե ոչ դու գրանցում ունեք այդ տվյալ թաղամասը, ոչ էլ ինչի համար ձեզ տան, ասեք։ Ձեր որ ընտրատարածքն է։ Չեմ ասի։ Որ ձեզ ընտրակաշարք առաջարկեն կվերցնեք։ Դե ինչին է պետք է աղջի ջան։ Ասել եմ ում պետք է ընտրեն, ինչ պետք է անեն, գիտենք մենք արդեն։ Ծառուկյան Դաշինքին ենք Ով է ասել ձեզ։ Օրինակ ես եմ ասել, որ իմ հարևաններն են նույնիսկ տարածում եմ, զգուշացնում եմ, որպեսզի իրանք ընտրեն Ծառուկյան Դաշինք։ Պատրաստ եք իրենց փողել առաջարկել դրա համար։ Ոչ իհարկե։ Մեկը ինձ փող առաջարկի։ Առաջարկեն կվերցնեք։ Ոչ իհարկե։ Ես կատակեցի, որ ասի մեկն էլ ինձ առաջարկի, որովհետև ես ինքս թոշակառու մարդ եմ, ինձ պետք չի ոչ մեկի փողը, ինձ իմ թոշակը բավարար է։ Սերժին ձեր չեմ տալու, հանրապետական ձեր չեմ տալու։ Ուրեմն հարցները ընտրակաշարք բաժանել են։ Չեմ վերցելու։ Բայց կան մարդիկ, որոնք
Ես կդան քեզի ցկերեսներին։ Չգիտեմ, ես կենտրոնում եմ ապրում, մեր մոտ սովորաբար այդտենց բաներ չի լինում։ Ես մալակիա եմ մնում, դա լֆիգի թաղամասն է, բայց ես չեմ վերցնում, ոչ մի կոպեկ։ Իսկ ինչքան են առաջարկում դեռ հարևանից Չեն առաջարկել, քույրիկ ջան, չեն առաջարկել, ո՞նց է դեռ։ Բայց սովորաբար առաջարկում են թե Առաջարկում են իրենց իմացած մարդկանց։ Այսինքն ամեն անգամ, երբ որ ծախվել են, հիմա էլ նորից պիտի ծախվեն դրանք։ այս տարվա սակագները չգիտեք, չեն խոսում հարևան։ Ասել են շատ է։ Ավելի շատ քան նախորդ ընտրությունից։ Հեռախոս են ասում առաջարկել, չգիտեմ, շատ, հա, շատ։ Իսկ ինչու չեք վերցնում։ Չեմ վերցնում, որովհետև չեմ ուզում սրանց։ Չեմ ուզում։ Սխալ եմ։ Սովորաբար մարդիկ ասում են վերցնում ենք, բայց քվեարկում ենք մեր ցանկացածի։ Սխալ արդեն։ Եթե վերցրեցին, արդեն քվեարկված է արդեն։ Դա սխալ բան է։ Դրանց փողերը գնալու է գնի ջուր, եթե մենք բոլորս գնանք ընտրության։ Կապ չունի ում են ուզում ընտրեն։ Միակ իհարկե պետք է չընտրեն այս իշխանությունները, որոնք երկիրը 1 միլիոնով պակասացրեցին։ Սա ԼՏՊ չարագործեց Լևոնին բանից, մինչև այսօր։ Այդքան բան, հաջողություն։ Եթե ձեզ փող առաջարկեն եւ ասեն աղջիկ ջան, դու ինչ ես անում, ոսը։ Ինչ առաջարկել, ինչի մասն է խոսքը, դու ուրիշ բան հարցրու ինձ։ Ինչ որ պետք է ես քեզ ասացի, մի վիրավոր ինձ խացրես։ Ես Գյումրիում եմ գրանցված։ Այնտեղ ընտրությունների ժամանակ չեմ լսել։ Ստեղ դե բարձա լսել ենք արդեն։ Որատա ես կառնեմ։ Տանիմ ըրախի գխմեմ։ Ինչ են տալու։ Չդեմ։ Հələ heç այդպես բանընդի չի պատայ, աղջիկ ջան։ Heç չի պատայ։ Հեմորտան, չէ։ Հեմորտ ունեցած կառնեմ։ Ինչքան գումարեք ու։ Ինչքան տվիր։ Քոչարի կարած բարես 100,000 դրամ են տալու։ Երևան 100,000-ներով կխոսած տեղ 5,000, 10,000 ամենակասիբ տեղը ստեղ է։ Էժան է հա էս։ Հա, էժան ժողովուրդ եք։ Մենք էժան ժողովուրդ ենք։ Եթե ձեզ առաջարկեն, Որ հարցը։ կաշառք եթե առաջարկեն կվերցնեք։ Կաշառք կսեք ուզես։ Հիմի դու էլ 10 կաշարկը ես կառնիմ։ Ինչ չեմ արի։ Ինչ եք ուզում, ինչ կաշառք եք ուզում։ 5,000-ը տվեցիր յալվարեմ, 10-ը տվիր յալվարեմ։ Եղավ, իմ սաղն է կբաժնեմ։ Սաղ կաշարկի երկիր է։ Ընտրակաշարկը լավ բան չէ, չի կարելի։ Ժողովրդին ստորացնել չի կարելի։ Դա նույն բանը, ինչ որ Հուդան վերցրեց 30 արդատը վերցրեց ու Դավաճանեց, չէ։ Դες ասում են թե վերցրեք կաշարկը ու ընտրեք ուրիշի, չէ, չի կարելի, դա կրկնագի Դավաճանությունը։ Դե թող տան, ես իմ ուզածին կտնեմ, մենակ տան։ Էլ եմ ասում։ Թող տան heç կա որ։ Ես դուք ում կաշարկն եք ինձ տալի։ Որ ձեզ առաջարկեն, ինչ կանեք։ Բոլոր դեպքերում չեմ վերցնի, որտեղ տեղ երևույթ է։ Բայց եթե հանկարծ ստացի վերցնեմ է, կընտրեմ նրան ում ուզում եմ։ Իրանք էլ են ասում, վերցրեք, բայց ընտրեք ձեր ուզած մարդը։ Բայց չեմ ան այդ կեղտոտար արքա։ Անպայման պետք է լինել ընտրակաշարկը, հնարավոր չի, որովհետև շատ կոպիտ ասած ժողովուրդը սոված է։ Ընկած այդ մի կոպեկի հաց։ Սպասում եմ, որ կոպեկ ընկնի ձեռները գոյապայք է մի խոսքով։ Այ բալի ջան, դրա համար անհամբեր ժողովուրդը սպասում է ընտրակաշարկի։ Ձեզ որ առաջարկեն կվերցնեք ընտրակաշառք։ Ազիզ ես չէ, ես որովհետև իմ կանալը սուրիշ է, էլի ես այդ բանը չեմ կարա, որովհետև որոշել եմ մաքուր մնամ։ Ով որ սոված է, ուտելու հարց չունի, երեխեն սովից լացալը, նա պետք է վեր ունի անպայման։ Թեկուզ 5,000 դրամ։ Այդ օրվա այն փրկությունը, որ պետք է ասենք հանրապետականները փողերը բաժանեն տան, կընդունի։ Այս քասիբ երկրում ես համոզված եմ 50%-ը կվերցնեմ։ Ձեզ առաջարկել են։ Ոչ, չեն առաջարկել, չեն էլ առաջարկի, որով գիտեն ես չեմ վերցնի։ Ցայն վաճառել ամենավատ բանն աշխարհի։ Ես տենց եմ կարծում, չգիտեմ։ Ավելի լավ է պարզ արդար ընտրություն։ Սխալ բանա, բայց թե ժողովուրդը ճարը կտրած պետք է վեր ունի։ Սոված են մարդիկ, նայեք։ Իսկ եթե աշխատանք ունենային մարդիկ, նման բանի չէին գցվի, այլ կընտրեին արդար։ Ձեզ առաջարկել են։ Դա իմ անձնական գաղտնիքն է, առաջարկեն, չառաջարկեն։ Իսկ որ առաջարկեն կվերցնեք։
Չէ։ Անձամբ երբեք չեմ վերցրել, էլի չեմ վերցնելու, բայց մեր երկրում արդեն սովորական երևույթ է, դա էլի նույնը կատարվելու է, կասկած չկա։ Բացահայտ տրվում է, ինչ մտածեմ։ Օրինակ մեր տուն եկան ասի դուք ցայն չհանեք, չեք չխոսեք։ Քանի անգամ առաջարկել են, չէ, ես չեմ ընդունել։ Նկատի ունեմ, որ կուսակցության։ Հանրապետական։ Միայն հանրապետական։ Բարեկամա, բանա, իրանք էլ իրանց այդ 40-50 հազարի համար նորից գնում են այդ դժվելու մի 5 տարի։ Թող բաժանեն, բայց ամեն մարդ իրանն է, ինչ որ կա իր սրտի թելադրանքը, թող այդ ձևի ընտրին։ Փող պետք է տան։ Առանց փողի անհնար է, որ ընտրվեն։ Ես ասում եմ պարզ։ Միջև չբաժանեն, ոչ պետք է ձան չի տա իրանց։ Որովհետև արդեն այդ հանրապետական կուսակցությունից ամբողջ Հայաստանի ժողովուրդը լքված է։ Օրինակ արդեն հեշմացին ընկել են հանրապետական բանն անան։ Այս ընտրարշավ են, ասում են ով որ մոյկա ունի լվալու բան, ասում են հարգից ազատեն, խիրանքով են որ հարգից ազատեն, ասում են այսքան ձայն կտամ։ Բա, այդ արդեն կա շարք այլ։ Գյուղում բաժանում են հեչ պապի։ Չկա մեր գյուղում այդպես։ Մեր գյուղը միասա չկա, էլերա կա ու կմնա։ Միասա չկա, բաժանում են, կա, անհնարին է չբաժանեն։ Փող են բաժանում, ալուր են տալում, ոսպ են տալում, բրինձ են տալում, պարատանութ են տալում, բա ինչ պիտի տան է տա, գյուղացին ինչ պիտի տան։ Այ կուզար։ Ով է տալիս, որ թեկնածուն է տալիս։ Թեկնածուններին չենք իմանում, բայց գիտենք, որ հանրապետական է։ Տնից մի երեխուն 50 կիլո, տուն ասում է 6 մեշոկ, 5 մեշոկ, բայց մենք ոչ մի բան չենք տեսել։ Որ գյուղի մասին են ասում։ Աղնատուն ասին։ Սենց ասին ժողովուրդը։ Ինչքան են բաժանել։ Ասեց մեր երեխուն 50 կիլո, հիմա 5 հատ երեխա է, 5 մեշոկ, այսինքն մեր ռմճանիտ։ Այս տարի արդեն բաժանել են ինչ-որ բաներ։ Կայն ասեմ, ինչ կայնի, հենա վանոյն պեստ է, $100, $100 Աբովյան, որտեղ։ Ասեք։ Հա, Աբովյանում չէ, ներողություն շատ կներես, Էշմիածնի, որ յուղը չգիտեմ, արդեն $100 պարզներ են հանրապետականները։ 100%-ով։ Ես դերից մարդ գիտեմ, 100 կիլոմետր գնացել է, ընդամենը 5000 դրամ համար։ Նպաստը ստացողն է, խեղճ ընտանիքներին, ուրիշ ոչ մեկի։ Ինչ են տալիս իրան։ 100։ Ո՞վ է ձեր պատգամավորը։ Միշի չում։ Հա։ Ո՞վ է։ Ո՞վ է կետեսը։ Պատգամավոր չենք տեսել, որ տենանք գազը։ Ձեզ որ ինչքան տան կընտրեք։ 10000 տուն, զայնը 10000։ Ինչի։ Որ ընտրություն ատանում, չեմ գնալու, հաստատ։ Ով լավ նայի իմ երեխեքին, իմ բանով, ես իրանց ասածով պրոբլեմ չկա։ Ով տա նրան կընտրեմ։ Կաշարք 25 տարի է։ 25 տարի է։ Ինչ հələ մինը ասած շվիր, կա այդ մի մանեթդ մեկին ընտրեի։ Կաշարք անձանամ ունում ուտանոտ տանակ օխմ ջիկյալ։ Հասկացա։ Ինչ հələ մինը ասած շվիր ընտրակաշա գյուդում է վեր տուղուն հերնելանից ած երնողունն է։ Եթե փող են կամ ընտնում, մեզ վնասա։ Ես եմ տուժում, ինքը 2 օր ապրում է, բայց 5 տարի տանջում։ Ակնկալիքներ ունեմ վերջապես եւ գազը կիչեցնի եւ ջուրը կիչեցնեն, ամեն ինչ լավ կլինի։ Գյուղում եմ ապրում, նոր եմ իջել, հլառայժմ կաշարքին չեմ հասել։ Ժամանակն արդեն։ Չէ, տենց բան չկա մեր երկրում։ Կատակեր։ Իհարկե։ Չեմ զբաղվում դառնամ տենց բաներով, ինձ այդքան հետաքրքրում չի։ Մեկ է, մեզ մոտ մեկ է։ Ով ուզում ալնի։ Մենք բանվորից ոչ մի բան չունենք։ Ասում են փող են բաժանում, են տենց թողա բաժան չի, տենց չեն ասեմ, բայց ասում են որ փող բաժանում բանդը տենց բան ասում։ Իսկ դա լավ է, որ գումարով են ընտրություն անում։ Լսի, անիքնասեր մարդիկ են, ինչ խսիմ, շատ դժվար է։ Տվողն է անիքնասեր թե վերցնողը։ Երկուսն էլ հավասար են, երկուսն էլ միևնույն բանն են։
ԵԱԿ-ն, ԵԽԽՎ-ն եւ մյուս միջազգային կառույցները պատրաստվում են դիտորդական առաքելություններով հետևել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին։ Միայն ԵԽԽՎ-ն Հայաստան կգործուղի 32 դիտորդի, որոնք հետևելու են ընտրությունների ընթացքին։ Բացի այդ, դիտորդական առաքելությամբ Հայաստան կժամանի նաեւ ԵԱԿ ԺՄԻԳ-ը 250 դիտորդով։ Այս շաբաթ Երևանում էր գտնվում ԵԽԽՎ-ի նախընտրական դիտորդական առաքելությունը Լիլիան Մորի Պասկիեի գլխավորությամբ։ Առաքելության ավարտից հետո հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ չնայած ընտրական գործընթացի թափանցիկությանը, մտավախություն կա, որ ընտրախախտումները կարող են կրկնվել։ Լիլիան Մորի Պասկիեն մեր ռադիոկայանի տրված բացառիկ հարցազրույցում ասում է, թե պետք է քաղաքական կամք դրսևորել արդար ընտրություններ անցկացնելու համար։ Դիտենք։ Տիկին Պասկիե, շնորհակալություն այս հնարավորության համար, ինչպես եք ընդհանուր առմամբ գնահատում նախընտրական մթնոլորտը։ Չեմ կարող ասել, որ կարծիք ունեմ։ Պարզապես կարող եմ ասել, թե մենք ինչ մտադրություններ ունենք, ինչպես ենք աշխատելու։ Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների հետ, փորձելով ավելի լավ պատկերացում կազմել իրավիճակի մասին։ Մեր զեկույցը լինելու է այս նոր ընտրական օրենսգրքի մասին, որպեսզի ավելի լավ նախապատրաստվենք մեր առաքելության հաջորդ քայլին, երբ նորից կվերադառնանք այստեղ 32 անդամներից բաղկացած ամբողջական պատվիրակության հետ ընտրությունները դիտարկելու։ Ինչի վրա եք կենտրոնանում մասնավորապես ձեր դիտորդական առաքելության շրջանակում։ Ինչպես սովորաբար լինում է, այս անգամ էլ իհարկե կհետևենք ընտրությունների ընթացքին, կդիտարկենք արդյոք մասնակցող քաղաքական ուժերին հնարավորություն տրվում է արտահայտելու իրենց կարծիքները, գաղափարները եւ արդյոք մարդիկ հնարավորություն ունեն կատարելու իրենց ընտրությունը։ Ինչպես ասացիք, հանդիպել եք ընտրությունների հիմնական դերակատարների հետ, արդյոք ընդդիմության ներկայացուցիչներն ինչ-որ մտահոգություններ փոխանցել են։ Թերևս պետք է այդ մասին իրենց հարցնել։ Իհարկե, ընդդիմությունը, ինչպես ցանկացած այլ երկրում, իշխող կուսակցությանը մեղադրում է որոշ հարցերում։ Դա պարզապես քաղաքականություն է, դա ինքնին չի ենթադրում, որ խնդիր կա, բայց հաշվի առնելով այն փաստը, որ ընտրական օրենսգիրքը վերջերս է փոխվել, դա մեծ մարտահրավեր է այս նոր օրենսգրքի կիրառման առումով։ Եվ կարծում եմ, որ բոլոր կուսակցությունները, թե ընդդիմությունը, թե իշխող կուսակցությունը հույս ունեն, որ ամեն ինչ լավ կանցնի։ Ես կարող եմ բերել օրինակներ, ընտրություններից մեկ ամիս առաջ ընդդիմադիրները եւ մամուլը բարձրաձայնում են ընտրակաշառքի, ընտրողների ցուցակներում աճպարարությունների մասին, իշխանությունների հետ այս խնդիրները քննարկել եք։ Այո, մենք լսել ենք այդ մասին եւ խոսել ենք իշխանությունների հետ, տեսնենք ինչ տեղի կունենա։ Կարծում եք կան հավասար մրցակցային պայմաններ, եթե շատերը ահազանգում են, որ իշխող կուսակցությունն իր վարչական ռեսուրսներն է գործի դնում։ Իհարկե մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան, բայց երբ նոր ընտրական օրենսգիրք ես գրում եւ օրենքում ամեն ինչ կարգին է, պետք է քաղաքական կամք դրսևորես, որպեսզի կյանքի կոչես օրենքում գրվածը եւ արդար ընտրություններ անցկացնես։ Դա կարող է դիտարկվել միայն ընտրություններից հետո։ Օրինակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է հանրապետական կուսակցության ցուցակը։ Ես այստեղ չեմ եկել գնահատականներ տալու համար, ես դիտորդ եմ։ Կրկին ասեմ, նախընտրական առաքելության նպատակն էր ընդամենը նախապատրաստել առաջիկա դիտորդական առաքելության աշխատանքը։ Այդ իսկ պատճառով այս պահին ես ոչինչ չունեմ ասելու, դեռ չափազանց վաղ է։ Ընտրությունները դեռ տեղի չեն ունեցել, նախընտրական արշավը չի մեկնարկել, այնպես որ եկեք սպասենք, տեսնենք, թե առաջիկա 3-4 շաբաթներին ինչ տեղի կունենա եւ ինչ կլինի ընտրությունների օրը։ Այս պահին ես ոչինչ չեմ կարող ասել,
Այս պահին դա կարող է նույնիսկ խանգարել գործին, բայց իհարկե ընտրություններից հետո ես կներկայացնեմ իմ եւ իմ թիմի դիտարկումների արդյունքները։ After what I've observed and what my team and my colleagues have observed. Եվ վերջին հարցը, ինչ ուղերձ ունեք այն մարդկանց, ովքեր սպասում են փողի իրենց ձայնի դիմաց։ I think of course each citizen has the responsibility. Կարծում եմ ամեն քաղաքացի պատասխանատվություն է կրում ընտրություն կատարելու եւ Հայաստան այնպիսի երկիր դարձնելու համար, որտեղ բոլորն ուզում են ապրել, աշխատել, որովհետեւ սա շատ գեղեցիկ երկիր է։ Much want to stay, want to work for it, want to live it because it's a very beautiful country. Հիմա ինձ հետ Երևանի ստուդիայում է գտնվում քաղաքացի դիտորդ նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը։ Արմեն, դուք նույնպես սկսել եք ձեր դիտորդական նախընտրական աշխատանքները։ Մենք հիմա ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Լիլիան Մորի Պասկեի գլխավորությամբ այդ առաքելության Երևան ժամանումից հետո հրապարակվեց նրանց նախնական, այսպես գնահատականը, որտեղ նրանք մտահոգություններ ունեն, որ այդ նախկին ընտրախախտումները կարող են նորից կրկնվել։ Դուք ինչ եզրակացություն ունեք, որևէ եզրակացություն կամ որևէ գնահատական ունեք այս նախընտրական շրջանի, այս նախնական զարգացումների վերաբերյալ, ինչ կարող եք ասել։ Հաշվի առնելով նախկին փորձը, ինչպես նաև ընտրական գործընթացի ներկայիս փուլը, որևէ քաղաքական երաշխիքներ չկան, որ ընտրական process-ում տեղի ունեցող ընտրախախտումները կրկնվելու հնարավորություն չունեն, հա, շարունակում է մտահոգիչ մնալ բազմաթիվ ընտրախախտումների տեսակներ, որոնք մտահոգիչ են ընտրակաշառքից սկսած այլ հարցերով վերջացրած, ճիշտ է, կազմակերպչական աշխատանքը հիմնականում ընտրության օրն է երևալու, թե ինչպիսի արդյունք ունենք, բայց ընդհանուր առմամբ դեռ քաղաքական կամք չի ցուցադրվում բացահայտ, որպեսզի փարատեն են կասկածները կամ մտահոգությունները, որ ընտրախախտումները, որոնք նախկինում գոյություն են ունեցել, չեն լինի։ Նայեք, օրինակ, որոշակի չափով կարող ենք ասել առաջընթաց եղել է նույն տեսախցիկների տեղադրումը, ինչպես նաև այլ քայլեր են կատարել, բայց նաև այլ հարցերով հետընթացներ են կատարվել նույն դիտորդներին ընտրատեղամասից 2/3 քվեարկությամբ հանելու կամ լրատվամիջոցների ներկայությունը ընտրատեղամասերում սահմանափակելու սկզբունք է մտցվել ընտրական օրենսգիր։ Սրանք հետընթացներ են եւ կասկածներ են առաջացնում, որ նույնիսկ այս քայլերը կատարելուց հետո էլի բաց է մնում դուռը, որ այդ ընտրախախտումները կրկնվելու են։ Արմեն, այսպիսի մի վիճակագրություն կա հիմա 2016 թվականի դեկտեմբերի տվյալներով, ուրեմն ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.564.000։ Այն դեպքում, երբ Հայաստանի բնակչության թիվը 2.990.000-ի չափ է։ Եվ ստացվում է այնպես, որ 85% բնակչության ընտրող է։ Սա շատ, կարծում եմ, շատ բարձր տոկոս է, նման բան շատ քիչ է լինում ուրիշ երկրներում։ Ինչ ես կարծում, այստեղ կրկին մենք գործ ունենք, կարծեք թե ուռճացված ցուցակների հետ, ինչպես եք այս թվերի հետ դուք հաշտվում։ Նայեք, Հայաստանի Հանրապետությունը ընտրողների թվի տեսանկյունից երևի եզակի երկրների թվին է դասում, որովհետև Հայաստանի Հանրապետության այսպես ասած բնակչությունը պարբերաբար կարելի ասած կրճատվում է, հա, արտագաղթը շատ բարձր մակարդակի է, օրինակ վերջին 9 տարվա ընթացքում Հայաստանը 350,000 քաղաքացի է լքել ըստ պաշտոնական տվյալների, բայց միևնույն ժամանակ Հայաստանում շարունակաբար աճում է ընտրողների թիվը։ Հաճախ փաստարկ է բերվում, որ այն մարդիկ, ովքեր լքում են Հայաստանի Հանրապետությունը, իրենք ցուցակից դուրս չեն գալիս, հա, մնում են ցուցակում, այդ պատճառով
աճում է այդ թիվը, բայց մենք նաև տեսնում ենք, որ բնակության աճ մենք մեծ թվով չենք ունենում, որպեսզի այսպիսի մեծ փոփոխություններ կատարվեն ընտրական ցուցակում։ Հրապարակված ընտրական ցուցակը եւս մտահոգության առարկա է ու ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն շարունակում է դա խնդիր մնալ։ Միակ հուսադրող բանն այն է, որ ընտրողների ցուցակը այս անգամ հրապարակվելու է եւ դա որոշակի չափով հնարավորություն է տալիս վերահսկողություն հաստատելու։ Խնդիրը այն է, որ ընտրողների ցուցակի հրապարակումը, երբ որ ընտրատեղամասում ընտրություններից հետո կատարվի, այսինքն ՀԴՄ կտրոնի տիպի ընտրողների ցուցակը տպվի եւ տրամադրվի օրինակ դիտորդներին, մենք շատ կարճ ժամանակ 3-ից 4 օր ժամանակ ունենք, որպեսզի այն ամբողջովին ստուգենք եւ փորձենք հայց ներկայացնել դատարան։ Դա ժամկետի առումով շատ սուղ է ու մենք փորձում ենք ինչ-որ ձևով կարգավորել, որպեսզի հասնենք ժամկետի տեսանկյունից։ Նույն օրինակ ԿՀ-ն կարող էր դա էլեկտրոնային տարբերակով մեզ տրամադրել եւ մենք կարողանայինք ստուգեինք։ Իդեպ քաղաքացի դիտորդ կայքում մենք նախաձեռնություն ենք սկսել նաեւ, որտեղ այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցելու ընտրություններին եւ գտնում են երկրից դուրս, կարող են գրանցվել եւ մեզ հստակ ինֆորմացիա տալ, որ իրենք չեն մասնակցելու, որպեսզի այնուհետեւ մենք կարողանանք ստուգենք այդ թվերը։ Ժամկետի առումով որոշակի խնդիրներ կա դրանք ներկայացնելու, հա, դատարաններ, բայց հայց ներկայացնելու համապատասխան մարմիններ, բայց կարծում եմ, որ մենք կկարողանանք համապատասխան արագության փորձենք աշխատենք, եթե ժամկետների մեջ ընդհանուր հայց ներկայացնելու տեսանկյունից չկարողանանք հանկարծ այդպես լինի, որ տեղավորվենք, ապա հնարավորությունը մնում է, որպեսզի ընդհանուր ստուգել եւ հանրությանը ներկայացնել այն բոլոր խնդիրներ, այն բոլոր մարդկանց ցուցակը, ովքեր Հայաստանում չեն եղել, բայց իրենց տեղը քվեարկություն է եղել։ Լավ, հիմա Արմեն, եւս մի հարց, որը վերաբերում է, ասենք, ձեր հնարավորություններին, կարողություններին։ Դուք կարող եք բոլոր ընտրատեղամասերում ներկա գտնվել եւ հետեւել ընտրությունների գործընթացին, ընտրական այդ քվեարկության ընթացքին կամ քվեների հաշվման ընթացքին, ինչ հնարավորություններ կան մարդկային ռեսուրսների առումով։ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես մոտավոր կա 2000 ընտրատեղամաս եւ ընդհանրապես քաղաքացի դիտորդը բոլոր ընտրատեղամասում երկու ներկայացուցիչ է ունենում, որպեսզի մենք կարողանանք Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրատեղամասերում ներկա լինենք, մեզ անհրաժեշտ է 4000 դիտորդ։ Այս պահին մենք պլանավորում ենք 3500-ից 4000-ի շրջանակներում դիտորդներ ունենալ եւ այսպես ասած 1750 ընտրատեղամասում հնարավորություն ունենք ներկա լինելու, բայց եթե մենք 1750 ընտրատեղամասում ներկա լինենք, ապա դա կլինի ընտրողների 98%-ը, այն փոքր համայնքները, որտեղ կան օրինակ 50 կամ 100 բնակչություն, հնարավոր է այդտեղ ներկա չլինենք, բայց եթե մենք լինենք ներկա 1750 ընտրատեղամասում, ապա դա մեզ հնարավորություն կտա ներկա լինել ընտրողների 98% ընտրատեղամասերում եւ դա մեծ հնարավորություն է արդեն վերահսկողության տեսանկյունից։ Կարծում եմ Հայաստանի Հանրապետության անկախության տարիների համար բացառիկ դիտորդական առաքելություն է, նույնիսկ երևի տարածաշրջանում նման փորձ չի կատարվել, հետխորհրդային երկրներում, եթե բնակչության թիվը հաշվի առնենք, հա, նման փորձ որևիցե տեղ չի կատարվել, եւ սա կարծում եմ լուրջ ազդեցություն է ունենալու ընտրական գործընթացների վրա։ Դուք փաստորեն անում եք այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ուզում անել, քաղաքացիական պայմանագիր, չէ, 6000 դիտորդ կամ 6000։ Այո, իրենք այդպիսի պլաններ են ունեցել, բայց եթե անկեղծ լինեմ, սա նաեւ մեծ ռեսուրսներ պահանջող գործընթաց է եւ հաճախ Հայաստանում կուսակցությունները սահմանափակ լինելով ռեսուրսների տեսանկյունից չեն կարողանում նման գործընթացներ նախաձեռնեն եւ ավարտին հասցնեն, հա, կարող է նպատակ, բայց այսօր մենք փորձում ենք երկար ժամանակ մենք նման խնդիր ենք մեր առջև դրել եւ փորձում ենք այսօր իրականացնել այդ խնդրին։ Ամեն իսկ սփյուռքահայերը օգնելու են ձեզ այդ 200-ից ավել դիտորդներ, որ ասում են պետք է գան սփյուռքից, դրանք նույնպես դուք այդ թվի մեջ ներառել եք նաեւ այդ դիտորդներին, թե միայն տեղական դիտորդ։ Չէ,
հենց սփյուռքահայերի գալը եւ տեղական դիտորդները մոտավոր կլինեն 3500-ից 4000, հա, այդ թվի շրջանակներում կտատանվեն։ Մենք Սփյուռքին, ինչպես գիտեք, կոչով դիմել ենք եւ սփյուռքահայերը եւս մասնակցություն ունեն։ Այս պահին ունենք մոտավոր 250 քաղաքացիներ Սփյուռքից, ովքեր պատրաստ են Հայաստանում մասնակցել ընտրական գործընթացի վերահսկողությանը։ Կարող է մեծ թիվ չի այս պահին, բայց կարծում եմ, որ շատ լավ սկիզբ է սկսելու Սփյուռք-Հայաստան հարաբերությունների բարելավում քաղաքացիական հասարակության մակարդակում եւ սա կարող է երկարաժամկետ նաեւ հիմք հանդիսանալ քաղաքացիական հասարակության մակարդակում ուժեղացնելու Սփյուռք-Հայաստան կապերը։ Այս դու անձամբ դու լավատես ես կստացվի այդ գործը, ձեր նախաձեռնությունը կհաջողվի, թե ոչ։ Այսինքն ուզում եմ ասել, իհարկե խախտումներ լինելու են, իհարկե ընտրակաշարք բաժանվելու է, բայց գուցե դրանք սահմանափակ ծավալների մեջ մնան եւ ի վերջո հաջողվի անցկացնել մաքուր ընտրություններ։ Այ ինչ կանխատեսումներ ունես։ Ընտրությունների հաջող լինելու համար միայն քաղաքացիական հասարակության կամքը կամ դիտորդական առաքելության կամքը բավարար չի, անհրաժեշտ է որ լինի քաղաքական կամք, լինի կուսակցությունների ակտիվ մասնակցություն եւ հանրությունը վստահություն ունենա, որպեսզի այդ ընտրությունները հաջող անցնեն։ Անհրաժեշտ է տարբեր կոմպոնենտներ իրար հետ տարբեր կոմպոնենտներ իրենց ջանքը գործադրեն ազատ արդար ընտրությունների համար։ Միայն մեկ կոմպոնենտի, հա, օրինակ քաղաքացիական հասարակության աշխատանքը չի կարող բավարար լինել ազատ եւ արդար ընտրությունների համար։ Իհարկե ես կարծում եմ, որ սա աննախադեպ նախաձեռնություն է եւ ահագի մեծ ազդեցություն է ունենալու, բայց կարծել, որ մենք կարողանալու ենք բոլոր հարցերը լուծել, դա կարծում եմ, որ այդ ռեսուրսները բավարար չեն բոլոր խնդիրները լուծել, ու նաև պետք է հասկանալ, որ ընտրական համակարգը, ընդհանրապես ժողովրդավարության կայացումը դա մի օրվա գործընթաց չի, հա, երբ որ մենք հետադարձ հայացք ենք նետում, մենք տեսնում ենք, որ օրինակ քաղաքացի դիտորդի գործունեությունը ահագին ազդեցություն է ունեցել։ 2013 թվականին մենք 200 դիտորդով սկսել ենք, այսօր 2017 թվականի Երևանի ավականու ընտրություններին 200 դիտորդ է մնացել քաղաքացի դիտորդը, այսօր 2017 թիվն է եւ մենք պլանավորում ենք 3500 դիտորդ ունենալ։ Այսինքն մեծ առաջընթաց ենք գրել, պատկառելի թիվ է գրանցվել, մյուս օրինակ Սահմանադրական փոփոխությունների ընթացքում, երբ որ քաղաքացի դիտորդ ունեցել է 1000 դիտորդ Հայաստանի մոտ 520 ընտրատեղամասերում, մեր զեկույցների հիման վրա նաև մեր իրավաբանների կատարած աշխատանքի արդյունքում մի շարք քրեական գործեր են հարուցվել, իդեպ սահմանադրական փոփոխությունների ժամանակ հարուցված քրեական գործերը, որը մոտավոր, եթե չեմ սխալվում, 79-ի մոտ պետքա լինի, նաև գերազանցում է մնացած ընտրություններում հարուցված քրեական գործերը։ Շատ դեպքերում օրինակ այդ հարուցված գործերի դեպքում որևէ մեկը չի դատապարտվել, հա, որ գնա եւ որպես դատապարտյալ, հա, նստի, այսպես ասած, հա, ընդամենը տուգանք է եղել նրանց համար հիմնականում, բայց սա էլ մեր համար մենք չենք համարում, որ դա հարցի լուծում է, բայց մի քայլ առաջ ենք համարում, որ գոնե դա եղել է եւ հասկանալով, որ պետական համակարգը արդյունավետ չի աշխատում որպեսզի պատժի բոլորին, մենք մտածել ենք քաղաքացի դիտորդը շուտով կունենա կայք, որտեղ բոլոր ընտրակեղծարարները կունենան իրենց, այսպես ասած, պրոֆիլը ու բոլոր ընտրակեղծարարների մասին ինֆորմացիա կլինի, հա, դատաբազա կլինի, որտեղ բոլոր ընտրակեղծարարների մասին ինֆորմացիա կլինի ու կարծում եմ երկարաժամկետ սա էլ կարևոր ազդեցություն կունենա ընտրական ինստիտուտի կայացման վրա։ Արմեն, այսպիսի մի եզրակացություն կա այս ԵԽԽՎ դիտորդական այս նախնական գնահատականում, պատվիրակությունը կարծում է, որ Հայաստանում քաղաքական մշակույթը զարգացման կարիք ունի, քանի որ քաղաքականությունը հիմնված է անձերի, այլ ոչ թե գաղափարախոսությունների եւ երկրի առաջ առնած բազմաթիվ քաղաքական, տնտեսական եւ սոցիոլոգիական խնդիրներ լուծելուն ուղղված կոնկրետ առաջարկներ պարունակող քաղաքական ծրագրերի վրա։ Սա տեսնում ենք դիտորդները քաղաքական
հարց են բարձրացնում, այդ դու ինչ կարող ես ասել այս մասին, ինքդ ինչ կարող ես ասել։ Դա լուրջ խնդիր է, ընդհանրապես ավտորիտար ռեժիմներում, քանի որ ազատ արդար ընտրություններ չի լինում, ապա ընտրական պայքարը տեղափոխվում է լրիվ այլ դաշտ, ծառայության, կաշառքի եւ այլ ոլորտներ, եւ դրանք շատ բացական ազդեցություն են ունենում ընդհանրապես ընտրական process-ների վրա, այդ իսկ պատճառով գաղափարական պայքարը ընդհանրապես դուրս է գալիս քաղաքական պայքարից եւ պայքարը տեղափոխվում է շատ դեպքերում նաեւ կրիմինալ դաշտ, սա քաղաքական համակարգի խնդիր է, ես չէի ձևակերպի դա որպես մշակույթ, դա մշակույթ չի, դա համակարգի խնդիր է, որտեղ մրցակցություն չկա, որտեղ ընդդիմությունը ռեսուրսներ չունի, հասարակությունը շատ ցածր վստահություն եւ պետական ինստիտուտների եւ նաեւ ընտրական համակարգի անել։ Այս ամենը բերում են հասցնում են այդ մակարդակի եւ դիտորդների նշած խնդիր իսկապես արկա է։ Դրա լուծումը կարծում եմ, որ հենց ազատ արդար ընտրությունների մեջ է։ Ինչու ժողովրդավար երկրներում գաղափարական քննարկումները ավելի շատ են լինում, հա։ Իհարկե այսօր գլոբալ էլ կա խնդիր, օրինակ Միացյալ Նահանգների ընտրություններում Թրամփ եւ Հիլարի Քլինտոն պայքարն էլ շատ դեպքերում գաղափարականից դուրս եկավ, բայց ընդհանուր առմամբ, որպեսզի գաղափարական պայքար լինի, անհրաժեշտ է որպեսզի լինի ազատ արդար ընտրություններ եւ քաղաքական ուժերը իմանան, որ իրենք պայքարում են գաղափարի համար եւ պետք է քաղաքացուն համոզեն, որպեսզի իրենց ընտրի։ Երբ որ դրանք բացակայում են, ազատ արդար ընտրությունների ինստիտուտը բացակայում է, ակնկալել որևիցե գաղափարական պայքար հիմնավոր չէ։ Ահա, լավ, շատ շնորհակալություն Արմեն, ձեր աշխատանքներին հաջողություն, նաեւ ձեր աշխատանքից է կախված այս ընտրությունների արդարությունը եւ ազատ լինելը։ Այս շաբաթը տարածաշրջանային զարգացումների առումով նույնպես հարուստ էր։ Կարեն Կարապետյանը այցելեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, հանդիպեց Վրաստանի վարչապետին եւ նախագահին։ Հայաստանի կառավարության ղեկավարի հիմնական մտահոգությունը իհարկե Լարսի ավտոճանապարհին այլընտրանք գտնելն է։ Ռուսաստանի հետ Հայաստանի բեռնափոխադրումների զգալի մասը տեղի է ունենում Լարսի ճանապարհով, որը սակայն անվերջ փակվում է վատ եղանակային պայմանների պատճառով։ Ձմռանը վերին Լարսի անցակետը փակվում է, եթե առատ ձյուն է գալիս եւ երբեմն հարյուրավոր հայկական բեռնատար ավտոմեքենաներ օրերով մնում են Լարսում շրջափակված, որոնք կարող են լինել այն այլընտրանքային ճանապարհները, որ հնարավորություն կտան Հայաստանին բեռնափոխադրումներ իրականացնել Ռուսաստանի հետ։ Դրանցից մեկը կարող է լինել հարավային Օսեթիայով Ռուսաստան տանող ճանապարհը, մյուսը Աբխազիայից Ռուսաստան տանող ճանապարհը։ Սակայն երկու դեպքում էլ մենք գործ ունենք Վրաստանից անջատված ու չճանաչված տարածքների հետ, հանրապետությունների հետ։ Վրաստանը ոչ մի կերպ չի համաձայնի այս երկու տարբերակների հետ։ Այդ դեպքում ո՞րն է ելքը։ Վարչապետը Թբիլիսիում հայտարարել է, թե այլընտրանքը գտնվել է։ Եղել է շատ առարկայական խոսակցություն բոլոր այն ոլորտների վերաբերյալ, որը հետաքրքիր է մեր երկու երկրներին։ Մենք պայմանավորվել ենք, որ նոր լիցք կտանք այդ բոլոր ուղղություններին։ Մենք խոսել ենք նոր մեթոդման մասին, ռեգիոնալ կոոպերացիայի, տարածաշրջանային կոոպերացիայի մասին, եւ վստահ եմ, որ այստեղ մենք ունենք բավականին մեծ ներուժ։ Մենք շատ շահագրգռված ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանին դիտեն որպես երկիր, որտեղ կարող են ներդրում անել, երկիր, որտեղ որպես զբոսաշրջիկ կան, եւ մենք իմ ընկերոջ հետ պայմանավորվել ենք այդ ուղղությամբ շարժվենք, եւ ավելին, մեր գործընկերները ունեն հստակ հանձնարարականներ կազմակերպել բացօր այն բոլոր բիզնեսմենների համար Վրաստանի, որոնք ունեն հետաքրքրություն թե հայկական շուկայում եւ այն շուկաներում, որոնք որ հարակից են կամ մենք այդ շուկաների մուտք ունենք։ Օգտվելով առիթից նորից ուզում եմ շնորհակալություն հայտնեմ եւ մեզ համար մեծ պատիվ կլինի եւ պատիվ ունեմ օֆիցիալ այցով հրավիրել իմ գործընկերոջը Երևան իր համար հարմար ժամանակ, որպեսզի այն հիմքը, որը մենք այսօր դնում ենք մեր հարաբերությունների մեջ, ավելի ճիշտ ոչ թե հիմքը, այլ նոր լիցքը, որը դնում ենք, կարողանանք շարունակենք։ Համոզված եմ, որ ունենք շատ լավ հետաքրքիր
պերսպեկտիվաներ։ Շնորհակալություն ձեզ շատ։ Եթե ձեզ հետաքրքրում է արդյոք լինելու է Լարսի ճանապարհի այլընտրանք, ապա վստահեցնում եմ ձեզ, որ այո, լինելու է։ Մնացածի մասին խոսենք հետագայում։ Փակագծերը դեռ չեմ ուզում բացել։ Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք ինչպես Լարսի հարցի վերաբերյալ, այնպես էլ էներգետիկ միջանցքի, ասել է Կարեն Կարապետյանը։ Իդեպ Վրաստանի քաղաքացիները մարտ ամսից արդեն հնարավորություն կունենան առանց վիզայի գնալ Եվրամիության ցանկացած երկիր։ Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան Եվրամիության հետ ստորագրեցին ասոցիացման համաձայնագրերը, որոնք իրենց մեջ ընդգրկում էին նաև խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնությունը։ Հայաստանը 3 տարի շարունակ բանակցելուց հետո ի վերջո հրաժարվեց ստորագրել այն, փոխարենը գերադասեց Մաքսային միությունը Ռուսաստանի, Բելարուսի եւ Ղազախստանի հետ։ Այժմ այդ միությունը վերաճել է Եվրասիական տնտեսական միության, որտեղ բացի այդ 4 երկրներից մտել է նաև Ղրղստանը։ Հայաստանը երկար ժամանակ հայտարարում էր, թե պատրաստ է ստորագրել համաձայնագիր Եվրամիության հետ, սակայն ասոցիացման համաձայնագրի միայն քաղաքական մասը, բայց Եվրամիությունն ասում էր, թե համաձայնագիրը մեկն է եւ տնտեսական մասը չի կարող առանձնացվել համաձայնագրից։ Հիմա Հայաստանի հետ բանակցությունների հերթական փուլից հետո վերջապես կարծեք, թե ասոցիացման համաձայնագրի ավելի թեթև տեսակը պետք է ներկայացվի ստորագրման համար։ Այստեղ արդեն չկան ազատ առևտրի գոտի ստեղծելու տարրերը, թեև կարող են լինել որոշ տնտեսական բաղադրիչներ։ Եվրամիությունը Հայաստանի ամենախոշոր դոնորներից մեկն է, ինչպես նաև խոշոր առևտրային գործընկերն է։ Եվրամիությունը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրական գործընկերը, առևտրի ընդհանուր ծավալը հասնում է շուրջ 30%-ի։ Այնպես որ Հայաստանի համար Եվրամիության հետ սերտ կապերի հաստատումն ու պահպանումը կենսական նշանակություն ունի։ Հաջորդ շաբաթ արդեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել, որտեղ նա հանդիպելու է Եվրամիության ղեկավարներին։ Բանակցությունների եւ հանդիպումների հիմնական թեման նոր ասոցիացման պայմանագիրն է։ Այս շաբաթ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը գտնվում էր Բրյուսելում եւ պարոն Կիրակոսյանը փաստորեն հանդիպեց այնտեղ Եվրամիության պաշտոնյաների հետ, հանդիպումներ է ունեցել տարբեր վերլուծական կենտրոններում եւ պաշտոնյաների հետ եւ ըստ էության կարող ենք մենք հիմա համարել սկզբնաղբյուր որոշ հարցեր ճշտելու համար։ Եթե կարող ես մեզ փոքր ինչ լուսավորիր, ինչ է կատարվելու հաջորդ շաբաթ, կարծում ես, որ արդեն Հայաստանը կկարողանա ստորագրել այսպես կոչված այդ թեթև տեսակի ասոցիացման համաձայնագիրը Եվրամիության հետ, եւ եթե ստորագրվելու է ինչ որ մի բան, ապա դա ինչ պայմանագիր է լինելու, ինչ համաձայնագիր է լինելու, խնդրեմ։ Նախ եւ առաջ ամենակարևորն այն է, որ Եվրամիության շատ պաշտոնյաներ շատ գոհ են, որ Հայաստանի նախագահ Սարգսյանը գալիս է Բրյուսել պետական այցով։ Նա այստեղ եղել է մի քանի անգամ, ԵԺԿ հանդիպումների առիթով եւ այլն, բայց նրանք շատ ողջունում են պաշտոնական պետական այցը։ Եվս կարևոր է, որ նախագահ Սարգսյանը հանդիպում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն էլ շատ գոհ են։ Բայց հաջորդ շաբաթ մենք չպետք է ակնկալենք որևէ համաձայնագրի ստորագրում։ Այժմ մենք գտնվում ենք բանակցությունների եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները վերանորոգելու ու վերականգնելու երկրորդ հնարավորության նախապատրաստման եզրափակիչ փուլում։ Այս շրջանակային համաձայնագիրը պատրաստվում է, բայց առնվազն մի քանի շաբաթ կպահանջվի իրավաբանական ստուգման ու թարգմանության համար։ Այն, ինչ պետք է սպասենք հաջորդ շաբաթ, ըստ Եվրամիության պաշտոնյաների, մի հայտարարություն է, որը պաշտոնապես կողջունի բանակցությունների եզրափակիչ փուլը ու կազդարի, որ շրջանակային այս համաձայնագիրը պատրաստ կլինի նախ նախաստորագրության, իսկ հետո ստորագրության համար։ Այնուամենայնիվ, չնայած ուշացմանը, սա ահռելի հաջողություն է Հայաստանի եւ Եվրամիության համար արևելյան գործընկերության ծրագիրը փրկելու առումով։ Ռիչարդ, հիմա
Պարզապես ես ուզում եի հասկանալ, ինչ տեսակի պայմանագիր է դա լինել։ Մենք գիտենք, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում դժվարին շրջան սկսվեց 2013 թվականի սեպտեմբերից հետո, երբ փաստորեն Հայաստանը անակնկալ կերպով հրաժարվեց ուրեմն Եվրամիության հետ ասոցիացման պայմանագիր ստորագրել եւ ըստ էության հիմա պատրաստվում է ինչ-որ մի թեթևացված ավելի տարբերակ, որը իր մեջ պարունակելու է միայն քաղաքական բաղադրիչը այդ համաձայնագրի։ Հիմա մեզ հայտնի է ինչ է դա լինելու ասոցիացման համաձայնագիր, պայմանագիր, թե գործընկերային ինչ-որ պայմանագիր, ինչպես է կոչվելու, կա ինչ-որ տեղեկություն այդ մասին։ Այո, նախ եւ առաջ եկեք խոսենք ինչի մասին չէ այս համաձայնագիրը։ Սա մեկ այլ ասոցիացման համաձայնագիր չէ։ Սա ավելի թույլ մի բան է։ Այդուհանդերձ սա Հայաստանի եւ Եվրամիության համար դեռևս կարեւորություն ունեցող հարաբերությունների իրավական շրջանակ է։ Չնայած Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միության անդամ է, բայց անակնկալ կերպով Եվրամիությունն առաջարկում է ավելի մեծ տնտեսական բաղադրիչ, քան մենք ակնկալում ենք։ Կային նշանակալի ոլորտներ ներդրումների մրցակցության համար, բաց երկինք քաղաքացիական ավիացիայի համար, տնտեսական ոլորտներ, որոնք վերցվել են ասոցիացման համաձայնագրից ու հարմարեցվել Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմաններին։ Երկրորդ առանցքային տարբերությունն այն է, որ 2016 թվականի ապրիլյան բախումներից, Ադրբեջանի հարձակումից հետո Հայաստանի եւ Եվրամիության միջև շատ ավելի շատ հնարավորություններ կան անվտանգության ոլորտի համագործակցության համար։ Որը եւս կապված է նախագահ Սարգսյանի, օրինակ ՆԱՏՕ կատարելիք այցի հետ։ Վերջապես կարևորն այն է, որ այս նոր համաձայնագրի վերաբերյալ ռուսական ճնշման կամ դժգոհության ակնկալիք չկա։ Ինչու է այդպես, ինչու ես կարծում, որ ռուսները չեն դժգոհելու, որևէ պատճառ կա դրա համար։ Այո, ակնհայտ է, որ 2013 թվականի համեմատ այժմ ժամանակն ու ենթատեքստն է ուրիշ։ Հայաստանն այսօր ԵՏՄ անդամ է, ու այս միությունն առանց Ուկրաինայի ավելի նվազ կենսունակ է, ավելի նվազ գրավիչ է, նույնիսկ Ռուսաստանի նախագահ Պուտինի համար։ Ուստի Հայաստանի հետ հարաբերությունների ճգնաժամն ընդունելուն զուգահեռ անհրաժեշտ է, որ Մոսկվան լինի ավելի ճկուն ու գոնե ողջ ունի, եթե ոչ թույլատրի Հայաստանին հասնել այս համաձայնագրին։ Որովհետև այն նաև կարևոր է Հայաստանի դիրքի համար։ Այս համաձայնագիրը որոշակի վստահություն է առաջացնում Հայաստանի գլխավորած ԵՏՄ-ի նկատմամբ։ Հայաստանը կարող էր ունենալ ավելի մեծ գործառույթ, ծառայելով որպես կամուր Իրանի, ԵՏՄ-ի եւ Եվրամիության միջև։ Ռիչարդ, իսկ դու տեսնում ես որևէ նաև կարող ենք ասել, որ այս Հայաստանի կողմից այս ցանկությունը, որը նախկինում այնքան էլ չի եղել, կարծում եմ, ես էլ որ զրուցում եմ եվրոպաշտոնյաների հետ, այս անգամ կարծեք թե Հայաստանի իշխանությունները շատ մեծ ուրեմն ցանկություն ունեն, որքան հնարավոր է շուտ ստորագրեն այս համաձայնագիրը։ Կարծում ես, որ դա կարող է նաև դրա պատճառ այն լինել, որ Հայաստան այնքան էլ գոհ չէ Ռուսաստանից եւ այնքան էլ գոհ չէ ընդհանրապես այդ Եվրասիական տնտեսական միությունից։ Ինչ ես կարծում, այստեղ որևէ գործոն եղել է այս Եվրասիական տնտեսական միության հետ միանալը եւ ընդհանրապես Ռուսաստանի վարած քաղաքականությունը Կովկասում ինչ որ կերպ ազդել է Հայաստանի այս ցանկության վրա, թե ոչ։ Կա երկու դիտարկում։ Նախ եւ առաջ, չնայած տնտեսական շահի խոստմանը, տնտեսական փաստարկը ԵՏՄ-ի օգտին միշտ եղել է ամենաթույլը ու ակնկալիքների կամ խոստումների առումով այն իրեն չի արդարացրել։ Բայց սա նաև շատ առումներով հանդիսանում է եզակի երկրորդ հնարավորություն, որը նույնքան կարևոր է Եվրամիության համար, Հայաստանի սատարելու առումով։ Հաշվի առնելով, որ ասոցիացման համաձայնագիրը հիմա վտանգված է Մոլդովայում, կոռուպցիոն ճնշման ներքո է Ուկրաինայում եւ քաղաքական ճնշման ներքո է Վրաստանում։
Հայաստանն այժմ փրկում է արևելյան գործընկերության ծրագիրը։ Միևնույն ժամանակ շատ հետաքրքիր է, թե ինչ են ԵՄ պաշտոնյաներն ասում ոչ պաշտոնական հարթակներում։ Նրանք ընդունում են, որ չեն ուզում մինչև ընտրությունները շտապեցնել Հայաստանի հետ այս համաձայնագրի ստորագրումը։ Կան վարանումներ, մինչև ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները այս համաձայնագիրը Հայաստանի իշխանությանը տալու վերաբերյալ։ Կա հաստատում, որ նույնիսկ բանակցություն վարող հայաստանցի պաշտոնյաները միակարծիք չեն։ Նրանք պնդում են, որ Հայաստանի կառավարության ներսում կան որոշակի մարդիկ, որոնք պարտադիր չէ, որ գոհ լինեն այս համաձայնագրից։ Այնպես, որ ԵՄ պաշտոնյաներն ունեն զգացում, որ հայկական կողմում կա տարակարծություն կամ նույնիսկ պառակտում։ Հետաքրքիր է շատ։ Հիմա, եթե կարող ես, Ռիչարդ, նաև մեկնաբանիչ Կարեն Կարապետյանի այս վերջին հայտարարությունը, որ ինքը փաստորեն արդեն 2018 թվականին բավարարելու է այն բոլոր պահանջները, որ անհրաժեշտ են Հայաստանի ուրեմն այդ 4 տարվա բնակության իրավունքը, որպեսզի նա կարողանա 2018 թվականից հետո շարունակել պաշտոնավարել իբրև Հայաստանի վարչապետ եւ գործադիր իշխանության միակ ղեկավարը։ Ինչպես կարող ես մեկնաբանել այս նրա հայտարարությունը։ Ճիշտն ասած, դա անակնկալ չէ, բայց դա վիրավորանք է։ Դա Հայաստանի Հանրապետության օրենքի տառի հանդեպ վիրավորանք է, ու շատ առումներով պետք է տուղ տալ Հայաստանի վարչապետին, որ այդքան ազնիվ գտնվեց ու խոստովանել, որ Հայաստանում օրենքը չի տարածվում բոլորի վրա հավասարապես։ Բայց քաղաքական առումով դա նաև նշանակում է, որ այն միայն նվազեցնում է գալիք ընտրությունների վերաբերյալ վստահությունը։ Ու նրա հայտարարությունն ուղղակի հակասում է սահմանադրությանը եւ օրենքին։ Հանրապետական падգամավորներից մեկն էլ սկանդալային հայտարարությամբ հրապարակայնորեն ընդունեց գյուղացիներին ու Հայաստանի քաղաքացիներին քվեի դիմաց ճակերտավոր նվերներ տալը ու պնդեց, որ այն չի հանդիսանում ընտրակաշառք։ Դա մշակույթ է ընտրություններից ընդամենը ամիսներ, շաբաթներ առաջ, ու սա շատ մտահոգիչ է։ Ռիչարդ, մենք նաև զրուցում էինք այստեղ Ալեքսանդր Իսկանդարյանի եւ Հակոբ Բադարյանի հետ Վիգեն Սարգսյանի խնդիրը։ Մենք ինչպես տեսնում ենք, նա արդեն հանրապետականի ցուցակում առաջինն է եւ այդպես շատ ավելի ակտիվ քարոզարշավ է վարում, ելույթներ ունենում, հարցազրույցներ է տալիս եւ ընդհանրապես, եթե տեսնում ես, որ հանրապետականի քարոզարշավի հիմնական ուրեմն կարգախոսը անվտանգություն եւ առաջընթաց ըստ էության համահունչ է պաշտպանության նախարարի այդ իր կերպարին, այդպես չէ։ Այն ներկայացնում է ավելի գլոբալ պատկերը։ Սա քաղաքական վերնախավում ավելի երիտասարդ, նոր քաղաքական էլիտային անցնելու հաստատումն է։ Վիգեն Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, եթե նույնիսկ նայեք նոր ընդդիմությանը, լինեն դա Լուսավոր Հայաստանի Էդմոն Մարուքյանը, քաղաքացիական պայմանագրի Նիկոլ Փաշինյանը, սա մի դեմոգրաֆիական փոփոխություն է, սերնդափոխություն է։ Լինի Լևոն Տեր-Պետրոսյան թե Գալուստ Սահակյանը, նրանց ժամանակն արդեն անցել է, եւ սա նոր սերնդափոխություն է քաղաքական վերնախավի ներսում։ Սակայն կարևորն այն է, որ նոր քաղաքական վերնախավն ավելի երիտասարդ է, խորհրդային պրոդուկտ չէ։ Պարտադիր չէ, որ այն ավելի լավ է լինի կամ ժողովրդավար, բայց նրանք նոր դեմքեր են, թարմ գաղափարներ։ Լավ, շատ շնորհակալություն, պարոն Կիրակոսյան, ձեզ հաջողություն եմ այդտեղ մաղթում եւ հուսով ենք, որ հաջորդ շաբաթ դուք կարող եք մեզ հետ զրուցել նաեւ այնտեղ Երևանում։ Արցախում կրկին իրադրությունը կտրուկ սրվել է։ Շաբաթ օր Արցախի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունները հաղորդեցին, որ ադրբեջանական ուժերը խախտելով հրադադարի ռեժիմը փետրվարի 25-ի վաղ առավոտյան հարավ-արևելյան Մարտունի եւ արևելյան Ակնա ուղղություններով ձեռնարկել են հարձակման փորձ։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները նաեւ շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների երկու ուղղություններում էլ ժամանակին նկատել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջ խաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ մղել։
Նաև նշվում է, որ արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զին տեխնիկայի տեղաշարժեր։ Ամերիկյան Washington Post թերթը վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները հաղորդում է, որ ադրբեջանական ուժերը կորուստներ են կրել, սակայն ըստ ամերիկյան պարբերականի ադրբեջանական կողմը պնդում է, որ հայկական կողմն է հարձակում ձեռնարկել և որ հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Հայաստանը և Ղարաբաղը հաղորդում են, որ հայկական կողմում զոհեր չկան, այս գիշեր նույնպես հրադադարի բազմաթիվ խախտումներ են եղել։ Արցախի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական ուժերը ինտենսիվորեն խախտել են հրադադարը տարբեր տրամաչափի զենքերով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հետևող փորձագետները նախազգուշացնում են ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին։ Նման մի նախազգուշացմամբ հանդես է եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն։ Ամերիկացի համանախագահը միջնորդում էր Քի Վեսթի բանակցություններում, որտեղ ներկայիս նախագահի հայրը Հեյդար Ալիևը պատրաստվում էր զիջումների գնալ և ստորագրել խաղաղության գործարք Հայաստանի հետ։ Քերի Քավանոն, որը հրաշալի տիրապետում է Ղարաբաղյան հակամարտության մանրամասներին և տրամաբանությանը, ասում է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախման հավանականությունը բարձր է։ Ամերիկացի դիվանագետը խորհուրդ է տալիս Թրամփի վարչակազմին ուշադիր հետևել հակամարտությանը և արագ քայլեր ձեռնարկել կանխարգելիչ գործողությունների համար, որպեսզի կանխվեն ռազմական գործողությունները և խթանվի խաղաղ կարգավորման գործընթացը, այլապես ողջ տարածաշրջանը կարող է ապակայունանալ։ Հիմա լսենք, թե ինչ է ասում Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։ Մehriban Aliyevan արդեն նշանակվեց առաջի փոխնախագահ, սա գիտեք արդեն ագրեսիայի նոր դրսևորում պետք է լինի սրապակը։ Ինչի, որովհետև մամեդական և արևելյան երկրում երկրի նախագահ գերագույն գլխավոր հրամանատարը այդ քայլով կասկած է առաջացնում, որ ինքը, այսպես ռուսերեն ասած, պատկաբնուչնիկ է։ Եվ որպեսզի ճիշտ է, որ ինքը պատկաբնուչնիկ չի, այլ այսպես հզոր զորավար է, գերագույն գլխավոր հրամանատար է, խամ է, պետք է դիմի ագրեսիվ գործողություն։ Ես ուզում եմ մի բան ասել, որ մենք ադրբեջանական ժողովրդին որպես թշնամի չենք ընդունում։ Ադրբեջանի իշխանություններն են դարձել այդ ժողովրդին զոմբիացված և արկածախնդրության են դնում, այդ ժողովրդի ճակատագրի հետ են խաղում։ Բայց եթե հանկարծ Ալիևյան կլանը որոշեց արկածախնդրության դիմել և հարձակվի մեզ վրա, ապա ստեղ լինելու է միայն երկու ելք։ Հայկական բանակը, ուրեմն Բաքվում մեծ ռազմաշքերթ է կազմակերպելու, կամ երկրորդը ռազմաշքերթ կազմակերպելու է Ստեփանակերտում, բայց մենք նաև այդ ռազմաշքերթին հազարավոր ադրբեջանական գերիներ ենք ցուցադրելու Ալիևի և Մեհրիբանի գլխավորությամբ այս Ստեփանակերտի փողոցներում միգուցե Շուշիից կիջնեն Ստեփանակերտ կամ հակառակը։ Ուրիշ տարբերակ չկա։ Եվ վերջում տեղափոխվենք Ադրբեջան, այստեղ նախագահը առաջին փոխնախագահ նշանակեց իր կնոջը Մեհրիբան Ալիևային և սպասում է, որ Իլհամ Ալիևը ևս 7 փոխնախագահ կնշանակի, ընդ որում երկրորդ փոխնախագահի պաշտոնին հավակնում է Նախիջևանի Հանրապետության նախագահը, որը նույնպես նրա բարեկամն է։ Ինչ է կատարվում մեր հարևան երկրում, արդյոք այս երկիրը վերածվում միապետական մոնարխիստական երկրի, ուր կա թագավոր և թագուհի, դիտենք։ Խորհրդարանի 3 գումարումների падգամավոր Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ, Ենի Ադրբեջան իշխող կուսակցության փոխնախագահ, Ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավար, Գիմնաստիկայի ֆեդերացիայի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարեկամքի դեսպան, այժմ արդեն նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ։ Իսկ դու ինչ ես արել քո սիրելի կնոջ համար, այսպես է արձագանքում Twitter-ը Ադրբեջանի առաջին տիկնոջ Փխրուն Ուսերին ևս մեկ հոգս ավելանալու փաստին։ Այս իրադարձությունը սակայն աննախադեպ չէ, աշխարհում նման բան տեղի է ունեցել Արգենտինայում և Քարտե տնակ ամերիկյան հայտնի սերիալում, որի գլխավոր հերոսը ամերիկացի նախագահը նույնպես իր կնոջը դարձրել է փոխնախագահ։ Թեև Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակները կոշտ քննադատության են ենթարկում իշխող ընտանիքի դիրքերի ամրապնդման հերթական փորձը, միևնույն ժամանակ զարմացած չեն։ Հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևի ռեժիմի ընդդիմախոսները դեռ անցած տարի էին պնդում, որ սահմանադրական հերթական փոփոխությունների նպատակն է քաղաքական ճանապարհ հարթել ոչ միայն առաջին տիկնոջ, այլ նաև Իլհամ Ալիևի զավակների համար, ովքեր այսուհետ կարող են երիտասարդ տարիքից միանալ երկրի կառավարմանը։
Սահմանադրական փոփոխությամբ երկրի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, հրաժարականի կամ մահվան դեպքում մինչև նախագահական նոր ընտրությունները երկրի ղեկավարի լիազորություններն անցնում են ոչ թե վարչապետին, ինչպես նախկինում էր, այլ առաջին փոխնախագահին։ Երկրի առաջին փոխնախագահի լիազորությունների մասով ենթադրվում է, որ նա վերահսկելու է կառավարության աշխատանքը։ Ադրբեջանի իշխող ընտանիքի մուտգործարքները բացահայտած լրագրող Խադիջա Իսմայլովան, ով 1.5 տարուց ավելի բանտում է անցկացրել մասնավորապես Մեհրիբան Ալիևայի բիզնեսները կոռուպցիոն սկանդալները բացահայտելու համար, ասում է, որ առաջին տիկնոջը փոխնախագահ դարձնելը օրենքի խախտում է։ В Азербайджане есть законодательство о борьбе с коррупцией. Ադրբեջանի կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենսդրությունը բացառում է նեպոտիզմը, ազգականներին ու մերձավորներին հովանավորելը։ Բացի այդ, առաջին տիկնոջ անունն առնչվում է բազմաթիվ խոշոր բիզնեսների, օֆշորային ընկերությունների հետ։ Նրա բիզնես գործունեությունն արդեն իսկ հակասում էր օրենսդիր գործունեությանը եւ այլն։ Մեջբերելով Wikileaks-ի բացահայտումները Իսմայլովան կասկածի տակ է դնում Մեհրիբան Ալիևայի քաղաքական փորձն ու գիտելիքները, բայց եւ շտապում ինքն իրեն ուղղել, կարևորը դա չէ։ Не это главное. 53-ամյա Մեհրիբան Ալիևան երբեք էլ չի թաքցրել ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը։ Նա Ադրբեջանի թերևս ամենաազդեցիկ, հարուստ ու հայտնի Փաշաևների ընտանիքից է, որի անդամները բարձր պաշտոններ են զբաղեցնում կառավարությունում եւ ակադեմիական ոլորտում։ Հայրը ավիացիայի ազգային ակադեմիայի ռեկտորն է, հորեղբայրը փոխարտգործնախարար, քույրը Մոսկվայի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտոր։ Փաշաևները զբաղվում են շինարարությամբ, անշարժ արքուվաճառքով եւ ֆինանսական գործունեությամբ, ինչ ընդդիմադիրները առաջին տիկնոջ մեծ քաղաքականության նորամուտի կապակցությամբ հայտարարում են, թե այդպիսով Ալիևը ամրապնդում է իր դիրքերը եւ ապահովագրում մի շարք վտանգներից, նախագահի աշխատակազմը հակադարձում է Մեհրիբան խանումը այդ պաշտոնի ամենաարժանի հավակնորդն է։ Դա ընդհանուր կարծիք է հիմնված Մեհրիբան Ալիևայի ձեռքբերումների վրա, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում նա ունի մեծ հեղինակություն։ Հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, վերահաստատելով երկրի նախագահի խոսքերը, թե Մեհրիբանը տարիներ շարունակ կարևոր դեր է խաղացել երկրի մի շարք ոլորտներում։ Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր հատուկ հրավիրված անվտանգության խորհրդի նիստում կնոջը նոր պաշտոնում ներկայացնելիս։ Ի դեպ Ադրբեջանում վերջին անգամ անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրվել ապրիլյան պատերազմի օրերին։ Այս նիստին ներկա նախարարները Ալիևի կնոջը պաշտոն շնորհելու մասին հայտարարությանը նախ տեղից են ծափերով ողջունել, ապա ոտքի կանգնել եւ շարունակել հոտնկայս ծափահարել։ Մեր ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը փորձել է պարզել, թե Բաքվի բնակիչներն ինչպես են արձագանքում առաջին տիկնոջ հաջողություններին։ Դե քանի որ նա մեր ժողովրդի առաջին տիկինն է, ուրեմն պետք է դրական վերաբերվել։ Մեհրիբան խանումի եւ պարոն նախագահի շնորհիվ Ադրբեջանն էլ ավելի կզարգանա։ Շատ բան եմ մտածում, բայց ցավոք ամեն ինչ չէ, որ կարող եմ բարձրաձայնել։ Կարծիքս հենց բարձրաձայնեմ, ինձ անմիջապես բերման կենթարկեն։ Եվ մինչ հանրությունը քննարկում էր այս նշանակումը, Ադրբեջանի իշխանությունները փնտրում էին երկրորդ փոխնախագահի թեկնածուին։ Շաբաթավերջին Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները գրեցին, թե չի բացառվում, որ առաջիկայում Իլհամ Ալիևի ազգականներից եւս մեկը զբաղեցնի փոխնախագահի պաշտոնը։ Այս անգամ խոսքը Նախիջևանի ինքնավար հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովի մասին է։ Վերջինիս կինը Ալիևների ընտանիքից է, ինչն էլ որոշիչ դեր է ունեցել Հեյդար Ալիևի համար, երբ նա 1995 թվականին որոշեց իր հայրենի Նախիջևանի ղեկավարի պաշտոնը փոխանցել Թալիբովին։ Պաշտոնավարման ավելի քան 20 տարիների ընթացքում Թալիբովն աչքի է ընկել սկանդալային հրամանագրերով ու արգելքներով։ Ավարտեցինք կիրակնա վերլուծականը, ձեզ հետ Հրայր Թամրազյանն էր, ցտեսություն։